Մեր բիզնեսը իրականում սկսվեց չստացվելուց։ Էլի, եթե նայում ենք Հայաստանում բիզնես մոդել, որպես այդպեսին բիզնեսմենները չեն ստեղծում։ Հայկական բիզնեսը դու էլ տեսնում ես, որ ինքը չունի տենց մոդելներ։ Բիզնեսը նոր է սկսում, հատկապես եթե երիտասարդ է գործարը, ինքը պետքա 24/7 աշխատի։ Նայենք սխալները, հետո սխալների վրա կառուցել ենք այս նոր բիզնեսը։ 50% դեպքերում բիզնեսի պրավալի պատճառը լինում է պարտներության պրավալը։ Պարտներ ընտրելու համար երևի թե պետքա առաջին այդ արժե համակարգին նայել։ Ցանկացած մարդ կարա ներդրող լինի, ներդնելով ճիշտ օգտագործելով իր բազային ակտիվները։ Դե 200,000 դրամը փաստացի եղել է մեր ամբողջ բիզնեսի միակ ներդրումը։ Ողջույն բոլորին, մենք այսօր շատ հետաքրքիր հյուր եւ շատ հետաքրքիր podcast ունենք։ Ինձ հյուր է եկել իմ լավ ընկերը, ում կարծում եմ բոլորը ճանաչում եք կամ առնվազն ճանաչում եք այն ընկերությունները, որը համահիմնադիրն է, մեր հյուրը, եւ մեզ այսօր շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Սույս ջան, բարով ես եկել։ Ողջույն, ուրախ եմ հյուրընկալվել։ Դե հենց միանգամից սկսենք կարևոր հարցից, ես քեզնից սուրճ ուզեցի որ բերես, բայց տեսնում եմ Coffee House-ի Ֆեյն, այս ինչ թազա պատմություն է։ Ֆեյնը մեր նոր պրոյեկտն է, որը մի քանի օր առաջ է բացվել։ Իհարկե չգիտեմ մեր ոդկասթը երբ կգնա եթեր, բայց սեպտեմբերի 1-ից մի քանի օր առաջ, 3 օր առաջ ենք բացվել։ Այս մեր երկար տարիների 10 տարի ոնց որ անց Coffee House-ից մի հատ ոնց որ մեր մոտ առաջացել էր ցանկություն նոր բրենդ ստեղծելու, այդ նոր մշակույթ բերելու, ու փորձեցինք Ֆեյնով այդ մեր մեջ կուտակված ցանկությունները արտահայտենք։ Coffee House-ից ինչով է տարբերում։ Սուրճը շատ լավն է։ Ես օրական մի 6 բաժակ Coffee House-ի կոֆեից եմ խմում, բայց Ֆեյնը այս սուրճը կոնկրետ կարելի է 1 մաքսիմում 2 հատ խմել։ Ինքը շատ լավն է, բայց շատ թունդ է։ Անկեղծորեն ասեմ, այսօր ես էլ Coffee House-ից 2 հատ հասցրել եմ խմում, այս երրորդը Ֆեյնից եմ ընտրել։ Ինքը Coffee House-ից տարբերվում է կոնցեպտով բովարանա ռոստերիա, որտեղ սուրճը տեղում բովվում է, մարդիկ կարող են այդ process-ին ծանոթանալ եւ խմել թարմ բոված սուրճ, բայց գաղտնիքները բացելով ասեմ, որ Coffee House-ի սուրճն էլ շատ մոտ ապագայում արդեն հենց բովվելու է Ֆեյնում ու ունենալու ենք, էլի հիմա էլ ունենք թարմ բոված, բայց մարդիկ կարողանալու են տեսնել այդ process-ը։ Ընտիր, հասցեներ կասես, որ հասցեն Գորբացի 50 դրոպ 2 նախկին Արմատ ռեստորանի հասցեում է։ ընտիր 2 հարկանի մեծ հյուրընկալ տարածք։ Ֆանտաստիկ դեսերտներ ունեք, ֆանտաստիկ։ Ովքեր քաշի խնդիր ունեն, չգնաք Ֆեյն, չեք կարա չուտեք պրոստը։ Սիրով բոլորին հրավիրում ենք, բացի դեսերտներից այնտեղ առողջ բոլեր ունենք ու ամեն ինչ պրոտեինային բաներ, նախաճաշեր, հա, ամեն ինչ եւ առողջ ընտրողների համար եւ չընտրողների համար։ Ընտիր։ Դե արի մի քիչ պատմական ակնարկ անենք, հետ գնանք, երբ որ մենք իրար ծանոթացանք 10 տարի առաջ, Coffee House-ը երևի մի քանի մասնաճյուղ ուներ, 5-6 հավանաբար, հա։ Հիմա 10 անգամ աճել է, եւ այս 10 տարվա ընթացքում արդեն դու կարաս հետ հայացքցելով որոշ հետևություններ անես։ Ինչի ստացվեց ձեր ընկերությունը, ինչի ստացվեց ձեր բիզնեսը ու հələ ստացվում է, ինքը շատ ակտիվ տեմպով զարգանում է։ Մի քանի կարևոր թեզ, որը այս ընթացքում արդեն ինքդ հասկացել ես։ Մեր բիզնեսը իրականում սկսվեց չստացվելուց, բացեցինք, չստացվեց, փակեցինք, հետո մյուս տարին չստացվեց, հա։ Բայց ասում եմ փաստորեն ամենաստացված кейսերից մեկը բիզնեսի սկսել է չստացվելով։ Կստացի Սևակ ասում է առաջին հացը միշտ կուտա գնում։ Հա, շատ հետաքրքիր է։ Հա, առաջին մեր փորձն էր, որը չստացվեց, հետո 1 տարի հետո, չգիտեմ ոնց, չհրաժարվելով այդ գաղափարից, նորից նույն այն օրը պապայիս հետ էինք խոսում ու ասում էր, որ երկրորդ անգամ եկար էլի գումար ուզեցիր, որ էլի նույն բանը նույն տեղում անես, այն որ ասինք այդ տղա ջան, հասկացանք էլի հերիքա, նույն բանը չի կարելի։ Ու չգիտեմ ոնց ստացվեց, որ չէ մեկը հավատում են այդ գաղափարին ու այս դեպքում առաջինը բացել եք Սլավոնական համալսարանի մոտ, հա, փակել ենք էլի այդտեղ, հետո նորից էլի վերաբացվել ենք էլի այդ տեղում, հա, ոչինչ այդ տեսակ։ Մի տարի հետո, հա, ոչ անունն էր փոխվել, լոգոտիպն էր փոխվել, այս դեպքում արդեն Նարեկի հետ ենք բացել, երկրորդը, առաջ անգամ դու մենակ ես ընկերներ, չէ, էլի ընկերոջ հետ որովհետեւ այդ ժամանակ դա համասարանական առաջի տարին դասեր, այն հնարավորինս ամենաբարդ շրջաններ ու մեր էներգիան ու ուշադրությունը լրիվ գնում էր համասարան, իսկ այս դեպքում արդեն ավելի լուրջ էինք մոտիկանում որպես բիզնես։ Հետո արդեն այդ ֆեյլ անելու դառնությունը գիտեինք ու արդեն պատասխանատվության բարձր էր։ Այսինքն այլ պարտների հետ փորձեցի երկրորդ անգամ։ Հա, Նարեկի հետ ու արդեն ամեն ինչ Նարեկին հյուրընկալելու ես, չէ՞, ոնց որ, հա։
շատ լավ է։ Ու այս հարցերը կարա կինոն իր տեսանկյունից է լինի ու արդեն հաջողվեց։ Իսկ երբ մենք ծանոթացանք, այդ ժամանակ ունենք երևի 6-7 coffee house, որոնցից 4-ը դրանից մի քանի կես տարի հետո փակվեց։ Ունեցանք էլի մի հատ տենց խնդիր, fail, մասնաճյուղեր փակվեցին, հետո էլի 3-ից նորից սկսեցինք բացել, եկանք հասանք էսպային 50-ի, Վեյնը 50-րդ թոբելյանական մասնաճյուղն է, ստացվում է, 1-2 էսկոմ, որովհետև մասնաճյուղ ունենք, որը տեղափոխվել է, որը ինչ որ էս պատրաստման փուլում է, բայց համարենք, որ սա 50-րդն է։ Ընտիր, իդեպ այս առումով մենք ընդհանուր բան ունենք, ես էլ ակումբը երկրորդ փորձից եմ, մենք երբ որ հանդիպել ենք, ակումբի դա երկրորդ փորձն ա եղել։ Առաջինը եղել է Զարթուցի ժամանակ ու առաջի հանդիպումը եղել է Կովկաս ռեստորանում, Զարթուցիչ կարծեմ 13-ներ, 14-ներ եւ չստացվեց այդ ժամանակ ու չստացվելը ահագին բան սովորացրեց։ Կստացի կարծում եմ սկզբի չստացվելը ամենաօգտակար չստացվելու բանը։ Կորսներով քիչ ես կորցնում, բայց եւ կուտակում ես բոլոր սխալների փորձը ու սովորել շատ է սովորում էլի։ Մեր երկրորդը սկսելուց առաջին հենց օրը սկսել ենք նայել ինչ սխալներ են կարել։ Ամեն ինչը տեղից է սկսել։ Բիզնես պլանը նայել ենք սխալները, հետո սխալների վրա կառուցել ենք այս նոր բիզնեսը։ Իրականում միջև այսօր էլ գրեթե ամեն օր սխալվում ենք, էլի սխալ որոշումներ կայացնում ենք, ֆեյլանում ենք, բայց գլոբալ առումով այդ սկզբինը տենց շատ հիշվող, այն որ նոր ապրանք գնելուց Նարեկը չգիտեր ինչա այդ սխալվելը, փակվել, ասում էին արի շատ թանկ չառնենք, որտեվ ես գիտեմ այդ ինչա, որ հետո կարողանանք շատ չկորցնենք, բան, ասում էր չէ, լավ է լինելու, ու տենց գնաց։ Այսինքն կարանք ասենք, որ հաջողության գործոններից մեկը Նարեկի հետ քո պարտներությունն է։ Դե, հա, գործընկերություն։ Առաջի գործոն, հա։ Երկրորդ գործոն երևի մեր անընդհատ փորձելու, անընդհատ տենց չհանձնվելու, նորից ինքնակրթվելու, զարգանալու այդ ցանկությունն ու բանն է, որ շատ քիչ դեպքերում ա եղել, որ մի չոր բանից հետ կանգնենք ու հիմնականում տենց փորձել ենք այնքան, մինչև ստացվի ու շատ անհնար բաներ տեն ժամանակի հետ հնարավոր են դարձել։ Երրորդն էլ կարող է մեր էներգիան է, ոնց որ դու ես շատ դեպքերում ասում, որ իրականում բիզնեսի հաջողության մեջ շատ դեպքերում այդ հիմնադրի էներգիան է կարևոր, դա էլ փորձում ենք ամեն ինչ անենք։ Ձեր երկուսի էներգիան։ Հա, սիմբիոզը մեր երկուսի էներգիան է, որչում լրիվ տարբեր ենք, այն որ ամեն օր բացարձակ լրիվ տարբեր հայացքներ ունենք բոլոր հարցերի շուրջ, բիզնեսային առհասարակ վիճում եք եղել, հա, դες դեպքում։ Բիզնեսային հարցերով գրեթե միշտ ենք վիճում։ Մեր աշխատակիցներին որ հարցնեք, հա, շատ լուրջ խնդրեմ է այդ, բայց դա էլ հենց բերում է ավելի շատ մտածելուն, ավելի զգուշ այդ քայլը անելուն, այսինքն ես ինչ արմիտ կարտայտեմ, միշտ հակառակը կա, միշտ օպոզիցիա կա։ Հա, ու այդ ոնց որ բնականը տենց էլ պիտի լինի վիճակը։ Կողքից լրիվ ուրիշ պատկեր է մեր համար, բայց այդ ոչ գլոբալ հարցերում էլի արժեհամակարգային եւ ստրատեգիական հարցերում լրիվ ճիշտ նույն վիժնը ունենք ու դա էլ թողնում է որ գնանք առաջ։ Դա բալանսի կետն է, եթե խախտվում է, արդեն հնարավոր չի։ Իդեպ ես ուզում եմ ասել, որ այսօրվա ոդկասթին լավագույն հարցեր գրողներին, լավագույն մեկնաբանություններ գրողներին ես իմ կողմից գիրք եմ նվիրելու բիզնես, իսկ Ծյուշը ես էլ իմ կողմից Coffee House-ի gift card 1 ամիս անվճար Coffee House-ից օգտվում։ Տնաշեն մի հատ մեզ է դուր այդ gift card-ից։ Ես չունեմ այդ gift card-ից, կստացի ձեզ ասեմ, այս արդեն COVID-ից մինչև հիմա ամեն օր 365-րդ տարին 6 բաժակ կոֆե եմ խմում, դուք կարաք նայեք ձեր մոծուց չեն։ Ու ամեն ինչ նորմալ է կոմ։ Ամեն ինչ։ Ես Գրիգորին մեր ունկնդիրներին ասեմ, որ միշտ ուղարկում եմ վիդեոներ եւ որտեղ բժիշկը խոսում է թե սուրճը ինչքան դրական ազդեցություն ունի, որպեսզի երբեք չդադարի Գրիգորը սուրճ խմելը։ Իրականում 6-ը ինձ թվում է շատ է։ Իսկ ինչ շատ խմողներ կան ձեր մոտ։ Կլինեն, հա, կլինեն իրականում կլինեն, բայց 6-ը անկախ ամենից շատ է։ Կարելի է փորձել 4-ի 3-ի շուրջ մնել, որ մենակ իր օգտակար ու դրական էֆեկտները ստանանք։ Համաձայն եմ, լրիվ համաձայն եմ։ Դե ակտիվ եղեք մեկնաբանություններում։ Մենք այսօր ունենք նաև երրորդ աթոռ մեր երրորդ կողմի համար, մեր ունկնդիրները մեր հետ մասնակցում են այս ոդկասթին։ Հետաքրքիր է։ Այո, եւ ընկերոջս աղջիկը իմացավ, որ մենք հանդիպելու ենք, ինքը առաջի կուրս է, լիստավորնական ասավորում։ Խնդրել եմ մի հատ հարց տամ, եթե այդ հարցին կարա չպատասխանես, ասեց իրանց աղջիկների շրջանում այս հարցը քննարկվում է, ու ոնց որ ակտիվ է քննարկվում, Ծյուշի սիրտը զբաղված է, թե չէ։ Չէ, ազատ է, այսպայն ազատ է։ Այսպայն չէ, էլի, ստացվում է 30 տարին ազատ է։ Ընտիր։
Այդ դեպքում լավ, իմ կողմից հարցը, դու փառք Աստծո հաջողակ ես, ամեն ինչ քո կյանքում շատ լավ է, ի՞նչն է պատճառը, որ անձնական կյանքում դա էլ չես կառուցում, էլի մեծ բիզնես ես կառուցել, բայց այդ մասը ոնց որ ասած այս տարիների ընթացքում բաց ես թողել։ Ինձ թվում է դեռ ճիշտ ժամանակը չի եկել։ Ես տենց հարցերում փորձում եմ մի քիչ Աստծո կամքին թողնեմ ամեն ինչ, ու ես մի քիչ նախաձեռնող լինեմ, բայց տենց միջև կյանքը պետքա ստացվի, չէ՞, պետքա բերի։ Ես այն փուլերում, որ փորձել եմ, ինչ որ կենտրոնացել եմ, ամուսնանալ ժամանակն է, բան միշտ հասկացել եմ, որ չի ստացվում, ավելի լավ է թողնել Աստծո կամքով ճիշտ ժամանակին։ Սիրելի աղջիկներ, մեր ծուշի սիրտը ազատ է, այնպես որ կարող եք ավելի ակտիվ լինել։ Ես ինձ թվում է նաև պապատ կասի։ Սենց անմիջական ոդկաստ չենք։ Շատ լավ։ Դե վերադառնանք բիզնեսին։ Ձեր մոտ այսօր ստացվել է ստեղծել Հայաստանում երևի եւ ամենահայտնի բիզնեսներից մեկը եւ որպես բիզնես մոդել ամենակայուն բիզնես մոդելներից մեկը, որովհետեւ երբ որ պատերազմ էր, COVID էր, շատ բիզնեսներ կանգնած էին, բայց Coffee House-ը աշխատում էր։ Ես կուզենայի բիզնես մոդելից խոսայինք։ Ոնց է ստացել բիզնես մոդելը, որովհետեւ էլի եթե նայում ենք Հայաստանում բիզնես մոդել, որպես այդպեսին բիզնեսմենները չեն ստեղծում։ Հախուռն ոնց բիզնեսը ստացվեց, այդ իր մոդելն է, բայց դու ինքդ գիտես, որ նույն ասենք, չգիտեմ, Ամերիկայում բիզնես մոդելի վրա շատ sense խորացած են, էլի հայտնի սուպերմարկետ կա, որտեղ ասենք ապրանքներ ինքնարժեքով են վաճառում, աշխատում են աբոնեմենտ վաճառելու վրա։ Costco։ Այո, այսինքն գալով ձեզ դուք ստեղծել եք ոչ միայն բիզնես, այլև բիզնես մոդել։ Այդ մոդելից կուզենամ մի քիչ պատմես։ Ես կարծում եմ, որ մենք ավելի շատ ստեղծել ենք սիրված բրենդ ու իրականում մոդելը ժամանակի հետ ձևավորվել է, բայց մեր վեկտորը չի եղել այդ բիզնես մոդելի, մենք էլ փորձ չենք ունեցել, մենք էլ հայկական բիզնեսը դու էլ տեսնում ես, որ ինքը չունի տենց մոդելներ, երբեք մարդիկ չեն խորանում այդ ամեն ինչի մեջ, նույնիսկ մարդիկ չգիտեն ինչքան շահույթ ունեն, իրենք գիտեն ինչքան գումար են վերցնում բիզնեսից, բայց շահույթ եկամուտ եւ այլն ոչ մեկ չի նայում այդ ամեն ինչը։ Մեր դեպքում վեկտորը եղել է սիրված բիզնես, սիրված բրենդ ստեղծելը, ու երբ որ դու կարողանում ես այդ սիրված բրենդը ստեղծես, ավտոմատ մնացած բոլոր process-ները իր հետևից գալիս են։ Քիչ-քիչ իրան մշակել ենք, ի սկզբանե իհարկե ոչ մի մենակ մոդելն է եղել, որ պիտի սուրճ լինի թղթի բաժակով, պիտի արագ լինի, համեղ ու մատչելի։ Ու այդ ամեն ինչի վրա կառուցվել է մնացած այս ամբողջ ճանապարհը։ Հետո հաջորդ քայլով պիտի ցանց դառնա, եթե ցանցը ապա պիտի կառավարվի, հետո իրանք հետաքրքիր բան ասեմ, բոլոր այն լուծումներն ու խնդիրները, բոլոր այն խնդիրները, որ կան 5 մասնաճյուղով, բացառապես փոխվում են, երբ որ 10 մասնաճյուղ է, փոխվում են, երբ որ 20 մասնաճյուղ է, ու բոլոր այն լուծումները, որոնք աշխատում են 10 մասնաճյուղի դեպքում, չեն աշխատում 20-ի դեպքում, ու մեր բիզնեսը անընդհատ այդ ամեն մեծանալուց փոխվելու, update լինելու կարիք է ունենում։ Համաձայն եմ, ես կհիշեմ մեր մի խոսակցություն, որտեղ մենք խոսում էինք բիզնեսի մասշտաբացման միավորից, ու խոսում էինք նրանից, որ ձեր բիզնեսում այդ մասշտաբացման միավորը դա HR բլոկ ունենալն է, որը ձեզ կօգնի արագ համադրել թիմը զարգացնել, հա։ Ու տենց էլի ցանկացած բիզնեսում այդ մասշտաբացման միավորը այդ էնա, ինչը անելուց հետո նոր դու կարաս արագ աճես։ Ձեր դեպքում շատ դեպքերում ունենում ենք մասնաճյուղեր, որոնք գրեթե 4, 5, 6 ամիս պատրաստի լինում են, բայց թիմը քանի որ չկա, մասնաճյուղը չի բացվում, այսինքն ամեն ինչ արածա բոլոր process-ները եկի հասել են վերջնական կետին, թիմը պետք որ բացվի։ Այս բանին թիմը բավականին մեծ բան ունենք, դիմումների քանակ ունենք, թիմը շատ մեծ է, 400+ մոտ 400 ենք, չէ, 400+ կարողա չենք, 300+ ենք հաստատ, բայց մեկը միշտ է, ոնց որ կադրերի սովը մեր մոտ կա, անընդհատ համալրվում են, բայց նաև գրեթե օրը 100-ից ավել դիմում ենք ստանում, այսինքն մենք էլ ֆիլտրացիան մի քիչ բարձր է դրված, փորձում ենք հնարավորինս մեր կրիտերիաներին համապատասխանող թիմակիցներ գտնել։ Դուք երկու բան փոխեցիք առհասարակ շուկայում, ու այսօր կարդում եմ ձեր աղջիկներից մեկի հետ համազգեստի վրա, որ փոխել եք changing coffee culture, Դուք երկու բան փոխեցիք հաստատ, առաջինը դա այնա, որ մարդիկ էլ տանը կոֆե չեն խմում են take away սուրճ, իդեպ take away-ն էլ անորակ սուրճ չի, ինքը արագ է պատրաստվում, բայց ինքը սրճարանում ես փորձել եմ, իդեպ քեզ հիշում ես, ասում եմ, որ սովորական բաժակով, ոչ թե բաթխտի, այդ սովորական բաժակով փորձեցի հասկանալու համար իսկ ինչ համ կունենա, ֆանտաստիկ սուրճ է, այն սուրճն է, որը դու կգնաս ամենաբարձր մակարդակի սուրճի սրճարանում կնստես ու կխմես, իդեպ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս,
այսինքն ձեր take-away սուրճի որակը չի զիջում այն ամենահigh level սուրճի ռեստորանի որակին, հա, թե բաժակով, թե սովորական ապակուց բաժակով։ Դա եք դուք փոխել, մեկ փոխել եք են, որ երիտասարդ 16, 17, 18 տարեկան աղջիկները, տղաները հաճույքով են աշխատում սպասարկման ոլորտում։ Դա չի եղել մինչև ձեզ։ Իմ ուսանող ժամանակ, եթե մի տղա գնար աշխատեր, հա, ամոթ էր այդ։ Աղջիկների դեպքում էլ կարող նույնը։ Դուք դա փոխել եք ու այդ աշխատանքի բանն եք բարձրացրել։ Level-ն եք բարձրացրել։ Երբ մենք նոր ենք սկսել, հենց այդ ամոթին հանդիպում ենք, շատ դեպքերում դիմում էին աշխատանքի համար, հետո գալիս էին, պատմում էինք, թե ինչ կոնցեպտ է, ինչ աշխատանք է, ասում են, վայ, չէ, մերոնք դեմ կլինեն եւ այլն, հետո հասկացանք, որ ընդհակառակը տրենդը գնում է նրան, որ նույնիսկ շատ կայացած, տենց ֆինանսական առումով ոչ մի կարիք չունեցող ընտանիքների երեխեքը գալիս են այդ 15, 16, 17 տարեկանից սկսում են շուտ աշխատել ու կյանքի այդ 1, 2, 3 տարիներում այնքան փորձ են ձեռք բերում, այնքան էմոցիոնալ ինտելեկտն է զարգանում, իրանք գրեթե ամեն օր տեսնում են 100-ից ավել 200, 300 հաճախորդներ տարբեր էմոցիաներով, տարբեր զապրոստերով, մեկի սուրճ ապետ, մեկը ինչ որ մի բանից դժգոհում է ու անընդհատ խնդիր են լուծում, միկրո խնդիրներ են լուծում այդ մարդկանց համար ու իրենց մոտ զարգանում է այդ խնդիր լուծելու, մեր մոտ 20-18 տարեկան թիմ լիդերներ ունենք, ովքեր աղջիկ լինելով ղեկավարում են 7-8 հոգանոց թիմեր ու այնքան իդեալական են այդ ամենը չանում, որ ասում եմ, արդյոք սենց այս աղջիկը վերջում ինչ անում, 25-ում ինչ կառավարիչ է դառնալու, էլի, իր փորձը որտեղից սկսի։ Իսկ փոխելու առումով իրականում մենք ոնց որ մի քիչ այտենց բարձր է հնչում, բայց փորձել ենք միշտ այդ եւ սուրճի մշակույթ, եւ բիզնեսի մշակույթ, եւ աշխատաշուկայի մշակույթ փոխել ու մենք մի անգամ ամփոփեցինք 15-ից ավել կետեր գրեցինք, որ իրականում մենք ենք փոխել, որտեվ մենակ այն արի ամենաէմոցիոնալ հեշտ հիշվողն ասեմ, ձեզ լավ որ մաղթելը, երբ որ մենք սկսեցինք այդ ասել, սկզբից ականջին շատ տարօրինակ էր մարդկանց թվում, հետո ժամանակի հետ այնքան եկավ հասա, որ ես հիմա տաքսի եմ նստում ու երբ որ ես իջնում եմ տաքսից, ինձ տաքսիստը ասում է ձեզ լավ որ ու ես վստահ եմ որ այդ լավ որը քիչ եկել հասել է իրան, ինքն էլ որոշել է որ պիտի մաղթի։ Էլ չեմ ասում այդ մաղթած լավ օրերից ինչքան մարդիկ են իրականում գնացել լավ տրամադրություն ու լավ օր ունեցել ու ինչ տենց կումուլյատիվ էֆեկտ կարա դա ունենա։ Ու տենց էլի մանր եւ մեծ գլոբալ բաներ են եղել, որոնք փորձել ենք փոխել ու երբեք չենք վախեցել, երբեք չենք փորձել ինչ որ եղած ստանդարտների մեջ տեղավորվենք ու գնանք այդ ճանապարհով, ընդհակառակ ասել ենք եկեք մի հատ ֆեյնն էլ լրիվ փոխելու մասին է, այսօր հաճախորդներ են ունենում, որոնք մտնում են ասում են, «Էս ինչ են արել, ինչ որ խառնել են, չեմ հասկանում», երաժշտությունը բարձր բան, բայց էս էլ է նոր մշակույթ, էս էլ է նոր բան ու քիչ-քիչ այս նորը կդառնա հաճելի, կդառնա երկրորդ, երրորդը կբացվի, արդեն մարդիկ կհարմարվեն այս ամենին։ Նույնիսկ գիտես ինչ դեպք նաև հիշեցի, առաջին տենց ամիսներին էինք աշխատում ձողիկով խմելը ամոթ էր, գալիս էին վերցնում էին, ձողիկը հանում էին, կապարիչը հանում էին ու սենց սառույցով փորձում էին տղամարդիկ խմեն, ասում են ես ձողիկով չեմ կարա, բայց հիմա նենց խելոք նենց լավ գալիս են տես ակուրատնի խմում են, այսինքն մարդկանց մոտ ինչ որ տենց էվոլյուցիոն, հետո մարզերում բացվում ենք։ Ցույց չեն գիտեք ինչ եք փոխել, օրը 3000 դրամ կոֆեին փոխտալն եք փոխել։ Իրանք 3000 դրամով 7 պաշկա կոֆե կարելի է, չէ, 7 բայց արի ես քեզ եթե դրամից ենք ասում, ուրիշ տեսանկյուն ասեմ։ Այն ժամանակ, երբ որ մենք էինք 18 տարեկան, ընկերուհու հետ տեղ գնալու համար, մենք պիտի գնանք մի հատ սրճարան ու ծախսեինք 5-6000 դրամ, որը շատ մեծ գումար էր այդ ժամանակ։ Մեզ մի շաբաթվա համար էին 5-6000 դրամ տալիս։ Այս պահին մարդը գալիս է իր ընկերուհու հետ 1000 դրամի մեջ, 1500 դրամի մեջ, իրանք հաճելի նստում են, համով սուրճը խմում են, ժամանակը անցկացնում են ու համ այդ իրանց ժամանցը լավ օքեյ եղավ, համ սուրճը համով խմեցին, համ в принципе իրանք տրենդի են, իրանք այն ժամանակակից են ու այն ժամանակ կամ այգի էր կամ շատ թանկ սրճարան, ալտերնատիվ չկա։ Ուրեմն 2007 թվականն է, ուրեմն եկել բանակից, մի աղջիկ էի հավանում, հրավիրեցի իրան Պապլավոկ, այն ժամանակ Պապլավոկն էր ամենա հայտնի տեղը, չգիտեի որ Պապլավոկի կղզին VIP-ը համարվում ու մի հոգու համար 3000 դրամ փող կա, մոտքավճար կա։ Հենց իջանք մատուց բան էդ հյուրընկալը ասեց, ուզում եք կղզիում նստեք, ես էլ ասի հա դե։ Ու դա вообще հաշվարկի մեջ չկար, էլի 6000 դրամ տեղից բան գնացի։ Իմ հաշվարկի մեջ, երբ որ նստեցինք, չեմ հիշում, ինքը ինչ պատվիրեց, ես ասի լավ, ես ինչ պատվիրեմ, մոտս մնացել էր երևի հաշվարկով մի 3000 դրամ, հա։ Նայեցի մենյուն կոնյակ կար, մեկի անունը ընտիր կոնյակ էր, դες կոնյակի տեսակը չէ։
ասես դուք ինչ կուզեք, նոր վանակից վերադարձած մանտը։ Ջայլ երիտասարդ ասի դե մի հատ ընտիր կոնյակ բեր ինձ։ ու տենց անցավ այդ, բայց ասենք հետաքրքիր պատմություններ 21-22 տարեկան այդ ժամանակ։ Հիմա դե շատ դեպքերում դու ես մեզ ասում ինչի գիները մի քիչ չեք բարձրացնում։ Հա, միանշանակ պետքա բարձրացնենք։ Ու մենք որ քննարկում ենք ունենում, ախր մենք հիշում ենք, որ մենք ինքներս աշխատելով մասնաճյուղերում տեսնում ենք մարդիկ, ովքեր գումարը հաշվելով, շատ էլ որ դա 500 կամ 400 դրամ բարձրացրեք։ Մենք կարանք սեգմենտավորենք, ասենք երրորդ կոֆեից հետո թող հանգանա, ասենք ոչ թե ժանանա։ Ամեն օրվա երրորդ սուրճը երրորդից հետո թող հանգանա։ Բայց չէ, ձեր սուրճի որակը ձեզ թույլ է տալի մի քիչ դաժե ավելի թանկ դնելու գինը։ Մի գաղտնիք էլ բացեմ այդ տեսանկյունից, որ ասում ես շատ ռեստորաններում, սրճարաններում, իրականում Երևանի շատ սրճարաններում հենց մեր սուրճն է վաճառվում, ուղղակի որ ինքը վաճառվում է բարձր գնով ու բան, նախ մենք չենք ասում դրա մասին, չենք խոսում դրա մասին, բայց B2B վաճառքներ շատ ունենք էլի։ Դե արի մի հատ էսա էլ ասա էլի, գիտեմ որ դուք մեր Club Capital-ի օֆիսում էլ ենք ձեր սուրճը խմում, օֆիսներին դուք ինչ ունեք առաջարկելու։ Արդեն կոֆե ապարատ ունեք, կապսուլաներ ունեք, հա, կապսուլային ապարատ ունենք, կապսուլաներ ունենք, տենց դրիպ սուրճեր ունենք, որ էլի նոր բանն է շուկայում ժամանակի հետ կտարածվի։ Մեր բոված այդ կոֆե հաուսյան սուրճը ունենք, որը որ իդեալական համեղ լավ սուրճ է ստացվում, կարող են մեզ դիմել։ Ձեզում ում դիմեն։ Ես վաճառքներից լավ չեմ, ես չփորձեմ վաճառք անել, թող կոֆե հաուսի Instagram-ի էջին գրեն, այո, պատվիրեն։ Հնարավորինս ճիշտ ձևով կկապենք ու կկարողանան պատվիրել։ Որովհետև շատ ժամանակ չի լինում գնալ, կանգնել, վերցնել, չնայած application-ը այդ հարցը լուծում է, շատ հեշտացրել է, բայց օրինակ մեր օֆիսում որ կա ձեր սուրճը, ինքը շատ հարմար է։ Ապարատը դրած է միանգամից սարքում։ Շատ տեղերում այդ կարծիքի են ու շատ հաճախ օգտվում են։ Ընտիր։ Դուք մի հատ շատ կարևոր բան եք փոխել, զուշ, չգիտեմ դու դա նկատել ես թե չէ, բայց իմ աչքը նման բաները sense միանգամից ֆիքսում է։ Ուրեմն կա գործարարության երկու մոդել։ Մի մոդելը հետևյալն է, հատկապես եթե բիզնեսը նոր եք սկսում, հատկապես եթե երիտասարդ է գործարարը, ինքը պետքա 24/7 աշխատի, ինքը պետքա դժվար գնա, ինքը պետքա մաքարի, ինքը պետքա sense վոյնի մի հատ մոդել կա, հա, բիզնեսմեն վոյն, ով կռիվ է տալի բիզնեսը կայացնելու համար։ Դուք սա էլ եք փոխել, ասեմ ինչ ձևով, դուք երկու պարտներով իմ ճանաչած այսպես ասած ռասլաբլեննի, ամենահանգիստ, sense խոսքը, Չիլի եւ ռասլաբոնի, հա, հանգիստ, sense ձեզ նայող ձեր կյանքի ապրելակերպը իմացող մարդը ընդհանրապես չի պատկերացնում, որ ձեր բիզնեսում այսքան դրայվ կա։ Դուք թենիս եք խաղում, գիտեմ դու նաև երկար քնել ես, սիրում ես զարթում ես, մի հատ սուրճ ես խմում, հետո գնում ես թենիս ես խաղում, հետո հանգիստ, այսինքն քո լայֆսթայլը բացարձակ լարված չի, ես քեզ հələ չեմ տեսել, ասես ցայտնոտի զանգերի մեջ։ Հա, խառի 4 հեռախոսով ես իստեղ դատարկ եկեն տարեկնդե ասեցի մի այն կոֆեն չեղա։ Այն կոֆ չկա, տենց ու սա էլ է փոխում մեր գործարար մենք սովորենք գործարարին հասկանալ է որ sense շռամներով բան sense իհարկե խտացնում եմ գույները բայց ամեն դեպքում հասկանում ես չէ որ մոդել պատկերացրեցի հա ոնց եք դա արել նախ ասեմ որ իրականում չէ իրականում այդ կողքից երևացող պատկերը այդքան էլ տես գունավոր չի անկախ համուչից նոր քեզ պատմում էի որ 3 օրա ֆեյնում մատուցող ենք աշխատում չենք հասնում այնտեղ ամբողջ օրը այնտեղ ենք սա ժամանակը դրան է գնում բայց հա փորձում ենք բալանսը պահենք մեր կյանքում որովհետև հասկանում ենք որ մեր կյանքի ամենա այն ոսկի տարիներն է 20-ից 10 տարի արդեն 20-ից 30 տարեկան ու մենք զուգահեռաբար համ հաճույք ենք ստացել եւ բիզնես անելուց եւ մեր կյանքից եւ ապրելուց եւ հասցրել ենք ոչ ընկերներից կտրվենք ոչ մնացած այլ ինչ որ ճանապարհորդելուց եւ այլն ինչի է տենց ստացվել դա ինչ որ տենց չենք էլ պայմանավորվել չենք էլ խոսել այդ թեմայով ասում եք դուք լարվեք բիզնեսը կարող է հա եթե հանգիստ կայֆ հիմա մեր գրասենյակում ես էլ նարեկն էլ կարող է 2 օր 3 օր չմտնենք աշխատակիցները աշխատում են 350 մարդ ամեն առավոտյան ժամը 9-ին գնում մասնաճյուղերը բացում են, բայց մենք այդ process-ների մեջ բացարձակ չենք էլ ոնց որ մասնակցում խառնվում։ Երևի թե ճիշտ բիզնես անելը այս դարում տենց ավելի ճիշտ է։ Կարող է ինչ-որ արդյունքից տուժել են, կարող է մի քիչ ավելի 50-ի փոխարեն կարար 60 մասնաճյուղ էսպայն լիներ, բայց էլի մի օր կլինի էլի։ Համաձայն չեմ, չէ։ Կարող է եւ իրականում չէ, կարող է մյուս մոդելով այնքան այդ ամեն ինչի մեջ լինենք, որ երրորդը չկարողանանք նույնիսկ բացել։ Եթե կյանքի ու բիզնեսի բալանսը խախտվում է, էներգիա չի լինում բիզնեսը զարգացնելու։ Ու հիմա փորձում ենք այդ բալանսը պահելով քիչ-քիչ գնանք առաջ։
ֆանտաստիկ է ու ես կուզենայի այդ օրինակը ավելի շատ լիներ, քանի որ մենք ակումբում մեր գործարարների մոտ այդ խնդիրը շատ ենք տեսնում, որ բիզնեսմենը աշխատում է 24 ժամ, 7 օր, անընդհատ գտնվում է լարվածության, իմ կարծիքով մի հատ թույլատրելի վիճակ կա, դրանից բարձր եթե դու լարվում ես, արդեն չգիտեմ, հորմոնալ ֆոնն է խախտվում, կորտիզոլը, չգիտեմ, շատ արտադրվում է, սա, բայց ասենք, եթե բիզնեսմենը կարողանա բիզնեսից մի փոքր դուրս գա, կողք կանգնի, բիզնեսը ավելի լավ շնչի, ավելի Կակրած հենց այդ է ուզում ասեմ, որ թենիս խաղալ օրինակը բանարեցինք, թենիսից հետո շատ ավելի էներգիայով լցված եմ լինում, ավելի կրեատիվ մտքեր են գալի, ավելի տենց էներգիաս, հավեսը ստեղնա ու այդ փոխանցում ես ավտոմատ բիզնեսին, ստացվում է այդ մի ժամը, հա, օքեյ, կտրվեցի ամեն ինչից այդ մի ժամում, բայց այդ ստացած էներգիան էլ կարողացա վերածեմ ոնց որ էֆեկտի արդյունքի փոխանցել բիզնեսին։ Իմ կարծիքով մարզվելը, սպորտը բիզնեսմենի բոլոր մնացած գործերի մեջ ամենաբարձր էֆեկտիվությունը ունի, ամենաբազան է։ Ես ինքս շաբաթը 5 օր մարզվում եմ ու մարզվում եմ 3-4 տարբեր մարզաձևեր միքս անելով։ Ու իմ կարծիքով նույնիսկ մի մարզաձև չի, ինքը արևելյան մարտարվեստ մի թևն է, ծանր ֆիզիկական ուժային մարզումների մյուս թևն է, կրոսֆիտը երրորդ թևն է եւ երեկոյան էլ ժամ ու կես ակտիվ սպորտային քայլքով եմ զբաղվում։ Ես այդ բոլորը 4 ձևերը միքս եմ անում ու իմ ինքնազգացողության բազան է դա։ Դրանից հետո նոր գալիս է մնացած ամեն ինչը։ Ես հիշում եմ ժամանակին, երբ որ դու մարզվում էիր, մենք հենց չէինք գնում, ալարում էինք եւ այլն, ու դաժե զարմանում էի ոնց էս ամեն օր այդքան ժամանակ տրամադրում մարզվելուն, բայց հենց սկսում ես հասկանում ես, որ առանց դրա այն մնացած արած այդ գործը որ պիտի հոգնած, անդրամադիր, իր տրամադրությունը իրոք փոխվում է, էլի, նույնիսկ զարմանալի կերպով փոխվում է։ Դաժե որ շատ խնդիրներ ալում, թողում եմ գնում եմ ջիմ, մի հատ այդ պարապելուց հետո, հա, ամեն ինչ տենց ոնց որ գնում է իր հետ։ Կարող է բան չի փոխվում այդ խնդիրների մեջ, բայց գոնե քո մոտեցումը այդ ամեն ինչի հանդեպ փոխվում է, էլի։ Իդեպ ես ասեմ այդ նույն աշխատանքի ոճը նաև ձեր աշխատողների մոտ։ Տեսնում ես մասնաճյուղը, օրինակ երեք մեր Բիպլազայի մասնաճյուղում սեպտեմբերի 1 էր։ Հա, ծայրահեղ։ Ահա որ sense պատոկ է եկել ու sense կողքից նայում եմ ձեր աշխատակիցներին, իրանք շատ արագ են գործում, բայց ոչ մեկի դեմքին ստրես չկա։ Ոչ մեկի մոտ ցայտնոտ չկա, ոչ մեկի մոտ խոճապ չկա։ Այս պատոկը ահավոր էր, ասենք, չգիտեմ, sense երևի մի անգամից մի քանի 100 մարդ մտել էր Բիպլազա ու սեպտեմբերի 1-ը մեր ամենալարված օրն է լինում։ Մենք իրենց շատ ժամանակ հուշում ենք այդ տեսանկյունից, ասում ենք ձեր կյանքի ամենալավ տարիքն է, էլի, այս աշխատանքին այդքան մի լուրջ վերաբերվեք, մի քիչ կիսեք, էլի, ոնց որ գնացեք եւ ապրեք եւ բան, 7 ժամից ավել չենք թողում աշխատեն, հիմնական գրաֆիկը 7 ժամ է, շատերը ասում են, դե մի քիչ գումարի խնդիր ունեմ, փորձեմ շատ ժամերով մնամ, ասում ենք չի լինի, չի կարելի, 7 ժամը աշխատի, գնա քո օրը տանցկացրու, գնա ժամանակ տնից ընտանիքիդ հետ անցկացրու, ոչ թե տենց ամբողջ օրը աշխատելով, էլի։ Ու երևի իրականում այդ հետո մարդներն հաճախորդներն ասում են, որ դու գալիս ես լարված սպասել։ Ոչ մեկի դեմքին երբեք ստրես չի տեսել։ Իրանք հանգիստ, համ էլ ավելի ստրեսական են դարձել ժամանակի հետ, բայց ցույցել չեն տալիս։ Հետո հաճույք են ստանում իրենց աշխատանքից, իրոք, իրենց հաճելի է այդ ամեն ինչը անել, մարդկանց ժպիտ պարգևել, լավոր պարգևել։ Այո։ Լավ, պատմական ուզում եմ ակնարկ անենք, 6 տարի հետ գնանք, հուլիս ամսվա ամսի 4-ը, ամսի 3-ը, եւ Լոֆթում, այո, եւ ես երախսը վերցրեցի եւ զանգեցի նաեւ քեզ ու Նարեկին եւ ասի տղեկ եկեք Լոֆթում հանդիպենք, սենց գաղափար ունեմ, սենց պրոյեկտ եմ մտածել իրագործենք, խոսքը կլուբ կապիտալի մասին է, դու եւ Նարեկ են մարդկանցից եք, ում հետ մենք այս ճանապարհը միասին ենք անցել, ինձ կասես այդ պահին քո տպավորությունը ինչ է իր պատկերացնում ու հիմա արդեն երբ որ մենք 6 տարվա ընթացքում ստեղծել ենք բավական մեծ կառույց, բիզնես ակումբ, որի հիմնական նպատակը որակով միջավայր ստեղծելն է եւ ես այսօր տեսնում եմ նաեւ դու կլուբ կապիտալում շատ ակտիվ համագործակցում ես տարբեր ընկերներ մենակ Բիպլազայում այն օրը միասին հաշվեցինք 6-7 համագործակցություն արի միասին հաշվենք տարածքը պատկանում է Գորին մեր ակումբի անդամը դիզայնը արել է ֆուտուրիստը Հովնանը մեր ակումբի անդամը վերանորոգումը էլի ֆուտուրիստն է արել այո մեր ակումբի անդամը հատակներ արել է Շահենը օդափոխությունը արել է Սուրենը մեր ակումբի անդամը կահույքը արել է եթե չեմ սխալվում Սուքյասը մեր ակումբի անդամը Փափուկ Ձիվանը արել է Վիգենը մեր ակումբի անդամը 7 հոգի եւ վաճառվում է Բաքուրի արտադրած վիտամինները հա իրականում արդեն 8 հեսա բացաթյան որ դնենք հաստատ էլ ինչ որ մեկ հետ համագործակցություն կունենանք ընտիր դե այդ լոֆթի օրը այդ ժամանակ բիզնես ակումբի մասին պատկերացում չունեինք էլ ես հիշում եմ ռուսական են կլուբ Պիցոտ եւ այլն որոնք նոր ձևավորվում էին
որոնք տենց ինչ որ մոտավոր YouTube-ով վիդեոյով տեսած ինչ որ ֆորմատներ էին, գլոբալ չէինք էլ պատկերացնում, բայց մեր առաջին էմոցիան ինչն է եղել, նարեկի հետ եկանք, հետո դուրս եկանք, որ այսի հետաքրքիր լավ տղեկ էին հավաքված։ Առաջին մեր բանը իրականում մենք այդ ժամանակ բոլորից շատ փոքր էինք։ Ակումբի ամենաերիտասարդ անդամներն էինք, մեր համար նույնիսկ ձյաձաներ էին շատ մարդիկ, հա, Հովնանը այն ժամանակ հիմա էլ իրականում, բայց ուրեմն տարիքային ասա ձյաձա չի։ Դե մեր կտրենք Հովնան ջան, քեզ ձյաձա են ասում։ Մեր տարիքային բանը բավականին մեծ էր, էլի, ու մենք 10-22 ասենք տարեկան տղաներ ենք, կայացած բիզնեսմեններ, բայց առաջի տպավորությունը որ այդ մարդիկ ճիշտ արժեհամակարգով լավ բիզնեսներ ունեցող, հետո բիզնեսներ կային, որոնց հետ առնչվել, շփվել ցանկանում էինք ու շատ ուրախ կլինեինք, sense ոնց որ մենք էլ այդ ժամանակ Club Capital անունը դեռ ձևավորված չէր, չէ՞, Practic Business ակումբ էր, իմ քոանունի մոտ Գրիգոր Practic գրած է, տենց պահպանվել է։ Իդեպ կներես մեր հին Practic-ից եկածած տղեկի համարն էլ իմ մոտ է գրած, մեկ Արսեն Practic, Հովնանին էլ Կոմոդ Practic-ի թիվն էլ գրած կլինի, չէ՞, հա, չէ, 5, 6, հա, հաստատ։ Ու դե տենց այդ էմոցիան ստիպեց, որ հա մենք էլ լինենք այդ ամեն ինչի մեջ, մասնակցենք, ներգրաված լինենք ու փաստացի ունենք այս բային մեծ ակումբ, որը որ քիչ-քիչ այդ 20, հա, երևի հոգուց եկավ ձևավորվեց 25 հոգուց։ Եվ այսօր արդեն նաև միջազգային 10 երկրներում մասնաճյուղ գործընկերներ ունենալով, որոնց հետ փաստացի համագործակցում ենք այն ֆորմատով, որ մեր անդամները իրանց մոտ են հաճախում, իրանց անդամները մեր մոտ են ազատ գալիս, այսինքն այսօր մեր ակումբի անդամները 10 երկրներում կարող են բիզնես անեն ու ոնց դուք application-ը դնելուց հետո նոր որակի բարձրացրեցիք ձեր հաճախորդի շփումը, նույն ձև Islands-ի application-ը երբ որ մենք սարքեցինք, այն նույն ձև հիմա դու կարաս գնաս օրինակ, չգիտեմ, Կիպրոս, նայես մոտակայքում ինչ գործարար կա ու գրես իրան սրճես, պարզ կապի դուրս գալ, կապի դուրս գաս, կամ նայես օրինակ Բերլինում ինչ իվենտներ ունենք այս ամիս, եթե Բերլինում ես լինելու, գնաս օրինակ այնտեղի գործարարների հետ գոլֆ խաղաս ու իդեպ շատ օգտակար է, քեզ էլ ասեմ, երբ որ մենք sense խոսում ենք մասշտաբներից, դե գիտես, մեր ակումբի գործարարների մոտ, չգիտեմ, 50%-ը խոշոր հարկատուներ են, խոշոր բիզնեսն է։ Կստացի դուք խոշոր հարկատու չեք հլը։ Դեռ չէ։ Okay։ Երբ որ մենք խոսում ենք մեր թվերից Եվրոպայի գործարարների մոտ, իրանք շատ հանգիստ ասում են, հա դե մեր մոտ միջին է 100 միլիոն եվրո շրջանառություն է տարեկան, միանգամից հարաբերվում կոմոտելի։ Մի հարց էլ ես տամ ես տեսանք, ինձ ու Նարեկին ինչի հրավիրեցիր։ Այդ ժամանակ դեռ կարող է 5, 6, 7 մասնաճյուղ ունեցող, տենց ինչ որ լուրջ բիզնես չէր, փոքր ինչ որ մի հատ մի բան էր։ Ասեմ, ես այս առումով շատ հետաքրքիր սուր աչք ունեմ։ Ես նկատում եմ մարդու մոտ նաև երկարաժամկետ պոտենցիալը։ Ես միջև ձեզ հրավիրելը, ես նույն ձև գտել եմ իմ բիզնեսի պարտներին Հայկին Կաշեգործյան։ Հայկը իմ մոտ եկավ, ես հաշվապահ աշխատում ընկերությունում, եկավ իմ ստաժոր դառավ։ Ես նայեցի Հայկին, ասացի, որ այս տղեն ինչ պոտենցիալ ունի։ Ինքն էլ լրիվ երիտասարդ ձեր տարիքի, ասենք, ահա որ մեծ էներգիա տղա էր, ու մենք հետո դառանք պարտներներ, հիմա փաստացի մեր մեծ բիզնեսը ամբողջությամբ Հայկն է կառավարում, որը Հայաստանում կրթության ոլորտում գիտես ամենախոշոր ընկերություններից է, 100 տարբեր ուղղություններով դասավանդում ենք։ Այն նույն աչքով, նույն ձևով ես նայելով ձեզ, ասացի, որ այս տղեկին մեծ ապագա է սպասվում, քանի որ կլուբն էր սաղմնային վիճակում։ Ես տեսա ձեզ այդ ամեն ինչի մեջ։ Եվ դուք պրակտիկին երբ որ գալիս եք, ես ձեր մտահորիզոնը երբ որ իմ համար, գիտես, մարդուն ճանաչելու ամենակարևոր շերտը դա մարդու փիլիսոփայությունն է, թե մարդը вообще ոնց է մտածում։ Երբ որ ես ձեր հետ խոսում ես, հասկանում եմ, որ դուք շատ մեծ եք մտածում, շատ հետաքրքիր եք մտածում, ու այդ մասնաճյուղերի քանակը քիչ ու շատ կարևոր չեն։ Քանապես աչքի չէ երևում։ Այս հարցը երբեք առիթ չէր տալու, իսկ քո բիզնեսի մասով կակրած ասեմ, շատ այս վերջերս ինչ որ հաճախ ավելի դարձա մեր թիմակիցները մեկ էլ գալիս են նայեք BDG-ում մի հատ sense կուրս կա կարող է ես գնամ մենք ֆինանսավորում ենք այսինքն որ միակ դու սուրճ ես խմում այդ փողը հետա գալիս BDG-ից վերջ ես այս վերջի մի տարվա մեջ երևի մի 7-8 դեպք եմ հիշում որ BDG-ից մի հատ նոր կուրսի աբլոշկով գալիս են ասում են մի հատ կարանք բայց դե ասա որ մենք էլ ձեզ զեղ չտանք որովհետեւ անպայման մեր կլուբի անդամները բոլորը BDG-ից հա իրենք անհատորպես տենց դիմում են երևի չեք էլ իմանում որ կոֆի ասեն բայց
գրեթե բոլոր թիմը, ամբողջ թիմը, քանի որ պրոֆիլներ շատ ունեք, բոլորը վերապատրաստում եկել անցել են ու բոլորը գոհ են մնում։ Մեկ էլ հետաքրքիր մի բան, բոլորը գերազանցությամբ են ավարտում, այդ չգիտեմ ոնց է ստացվում, բայց բոլորը հա վերջում վերում են ասում կոռուպցիա չկա, այդ կոռուպցիա։ Ես որ լինեի կարող լիներ կոռուպցիա։ Մենք այդ թեմայով չենք էլ խոսել, այսինքն հաստատ չկա էլի, ուրեմն ստացվում է։ Ճիշտ թիմակիցներ ունենք։ Ընտիր։ Հա, մենք էլ մտածում ենք, որ Հայաստանում բուհերի եւ աշխատուժի շուկայի մեջ բան կա, անդունդ կա, ու այդ անդունդն ենք փորձում լցնել։ Ոնց դուք սովորացնում եք ձեր թիմին ու որակ եք ստանում, մենք էլ ուզում ենք, որ Հայաստանում առհասարակ այդ հարցը լուծվի, կրթության, աշխատակիցներ գտնելու եւ վերապատրաստման հարցը լուծի։ Ու այսօր մենք եւ բանկային ոլորտի հետ ենք ակտիվ աշխատում, եւ IT ոլորտի հետ, եւ հաստատեցի մենք իրար հետ աշխատում ենք։ Քեզնից լսեցի։ Շատ լավ։ Ընտիր։ Դե մյուս հարցը, որ ինձ շատ հետաքրքրում է, վստահ եմ նաև մեր երրորդ աթոռին նստած ընկերոջն է հետաքրքրում։ Մենք իր սերը որոշել ենք երրորդ աթոռին։ Հա, եւ աղջիկներն են ստեղ նստած եւ տղաները։ Շատ հասկանալի։ Այսինքն մի հոգի չի ստեղ, մի քանի հազար մարդ նստած է։ Okay. Ես գիտեմ, որ դու ամեն կիրակի համարյա գնում ես պատարագի։ Նույնիսկ սիրելի եկեղեցի չէ, ունես Թումանյանի եկեղեցին, չէ՞։ Սուրբ Զորավոր։ Դու երիտասարդ ես, դու հաջողակ ես, դու կարելի ասել նյութական աշխարհում ունես կամ ամեն ինչ ունենալու գոնե հնարավորություն ունես ֆինանսապես, բայց դու նաև ակտիվ հոգևոր կյանքով ես ապրում, հա։ Հարցս հետեւյալն է, նախ ոնց ես այդ բալանսը գտնում, մեկը մեկին չի խանգարում։ Օրինակ Աստվածաշունչ ես ինքս շատ եմ կարդացել ու միշտ իմ մոտ այդ հարցը առաջացել է, արդյոք Աստվածաշունչն ու նյութական բարիքները, մատերիալիզմը չեն հակասում իրար, թե հակասում են ամեն դեպքում։ Սա մի հարց եւ երկրորդ հարցը այդ հոգեվորի ու ֆիզիկականի բալանսը ինչա քեզ տալիս, էլի։ Օրինակ եկեղեցուց որ հելնում ես լծված պատարակից հետո, հա, փող աշխատելը քո մոտ այդ մոտիվը պահպանվում, հա։ Լավ հարց է շատ։ Ես պատարակի գնալ ես վերջին 1.5 տարին է որ գնում եմ, համարում եմ այս վերջի տարիների իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը, ու շատ պատահական է ստացվել, եկեղեցի միշտ եմ գնացել, հավատքի մեջ միշտ տենց բարձր տեղում ա եղել, բայց պատարակ չէի գնում։ Մեկ-երկու անգամ պատահական գնացի, դաժե կարողա գնացի իմն վառելու համընկա, որ պատարակի ժամ էր ու մնացի, հետո հասկացա, որ դուրս գալուց հետո ինչ որ բան փոխված եմ դուրս գալի ու գնալով ավելի շատ, հետո մի հատ փուլ եկավ, որ կիրակի օրն է պատարակը առավոտյան, 5 շաբթի ուրբաթ օրը արդեն ոնց որ սենց կարիք է զգում այդ ամեն ինչի, ոնց մենք կսովածանանք հաս, երբ որ դու հաց ուտես, մի քանի օր չուտես, ինչքան կսովածանաս, այդ նույն ձև հոգևոր սով էր առաջանում։ Ու իրականում այդ դուրս գալուց հետո լրիվ ընկալումներդ փոխվում է ու այդ փող աշխատելու զգացողությունը ոչ թե մարում է, այլ ճիշտ պրիորիտետի տեղն է գնում իրա։ Ինքը չի դառնում քո համար մոլուց, չի դառնում տենց առաջնային ինչ որ մի բան, ու հետո այս մեր աշխարհիկ կյանքով որ ապրում ենք, իրականում ես էլ տենց եւ խմում եմ եւ ինչ որ տենց սուրբ չես։ Հա, հաստատ սուրբ չեմ, մոտիկել չեմ այդ ամեն ինչին, բայց գոնե շաբաթը մեկ մի հատ մի քիչ հետ բերող, մի քիչ ճիշտ ուղղությամբ վրա դնող բան է լինում, մի հատ քարոզ ես լսում, որի մեջ մի քանի հարցերի պատասխան ես քո համար գտնում ու այդ ոնց որ օգնում է մի քիչ ավելի ճիշտ ապրել, իսկ տենց գլոբալ ես այս վերջի տարիներին եմ հասկացել, որ մարդու համար ճիշտ ապրելու դեպ թե բիզնեսմենի թե ցանկացած մարդու համար ճիշտ ապրելու միակ տարբերակը հայացքը առաստված ապրելն է, որովհետև միակ այդ դեպքում է, որ դու այս կյանքի դժվարություններին ես կարողանում դիմակայել ճիշտ ու վերաբերվել թե հաջողություններին, թե անհաջողություններին։ Իսկ քո հաջողությունների մեջ Աստծուց ստացած այդ էներգիան, այդ օրհնությունը օգնում է։ Իմ ընկերները միշտ ասում են, որ դու շատ բախտավոր ես, իսկ ես այդ բախտավորը ավելի շատ կապում եմ հենց այդ օրհնության հետ։ Ես մտածում եմ, որ երբ որ դու հայացքով դեպի այդ կողմ ես, դու պատասխանը ստանում ես։ Էլ մի հատ հետաքրքիր պատմություն կա, մեկը գնում է Աստծու մոտ, ասում է Աստված ջան, ինձ մենակ ես թողել, անընդհատ բողոքում վանա անում, ասում է չէ էլի, արի հենց նայենք, տես այս քո ոտնատեղերն է ու մենք կողքում դու կտեսնես, որ իմ ոտքերը քո հետ զուգահեռ գալիս են, 4 տեղա, 4 ոտքի տեղա։ Ասում է տես Աստված ջան, այս ճանապարհի վրա երկուսն է մնացել, դու ինձ մենակ ես թողնել, ասում է չէ, ես այդ ժամանակ ես գրկած եմ տարել։ Այսինքն իրականում մենք չենք էլ շատ հասկանում, բայց շատ իրավիճակներում մեզ գրկած տանում հասցնում ինչ որտեղ։ Ու այդ շատ է օգնում թե բիզնեսի մեջ, թե կյանքում, թե հարաբերություններում,
Սկսում ես մեկ-մեկ մենք մոռանում ենք ինչն է կարևոր, ինչն է անկարևոր, էլի պետք է մի բան լինի, որ մեզ հիշացնի այդ ամեն ինչի մասին։ Իդեպ այդ օրինակը, որ ժամանակ առ ժամանակ Աստված ոնց որ մեզ տանում, ես իմ վրա եմ զգացել, կյանքում եղել են պահեր, երբ ինձ թվացել է, որ всё տուպիկ է, ելք չկա այս իրավիճակից, լրիվ իրավիճակը հանձնել եմ իրան, նույն ձև ես Ձոր աղբյուրում մի հատ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կա, ինքը տենց ավելի փոքր եկեղեցի է, քիչ մարդ է գնում, այդ եկեղեցի եմ շատ իմ հոգևոր կապը այդ եկեղեցում եմ ես ոնց որ ասած ուժեղ զգում, լրիվ նույն ձևը ոնց որ դու ես ասում, ես եմ զգում, թե ոնց է տեղ-տեղ դեպքեր եղել, որ ասենք լրիվ միայն աստվածային էներգիայի շնորհիվ ես այդ իրավիճակից դուրս եմ եկել։ Այդ կյանքում հստակ է։ Հարց կա մեր հանդիսատեսի կողմից։ Քո ասած սերերը, որ հարցրեցիր, աղջիկներից հարցում ենք։ Այսօր աղջիկների մասին շատ ենք խոսում, բայց սիրով։ Այս հարցն է վերաբերվում քո ճաշակին, ինչ ձևի կողակից սատյուշը տեսնում իր կողքին, քո կնոջ աղջիկա իդեալը որն է։ Իրավունք ունեն, չէ՞, իրանք ցանկացած հարց տալու։ Պրինցիպի հա, ինչի՞ չէ։ Այստեղ ուղղակի ես էլ իրավունք ունեմ մի քիչ։ Կարաս դու կարեք դրական sense պատասխանելու։ Ես բոլոր հարցեր, ես 2 օր եմ բնավորել բանով, գարասկոպով ու այդ արտահայտվում է նաև իմ բնավորության մեջ։ Իմ մոտ ամեն ինչ շատ փոփոխական է։ Կարա իմ կյանքի ինչ որ մի փուլում լրիվ մի ուրիշ բան հա, սևահեր աղջիկների դուր գալ, հետո մի հատ փուլում շիկահեր։ Ու այդ նաև երևի հենց արտահայտվում այն ամեն ինչի մեջ, որ ես դեռ չեմ ամուսնացել։ Եթե իդեալից խոսենք, պիտի տեսքին հաստատ ուշադրություն չդարձնեմ, որովհետև իրականում ես արտաքինը հա կարևոր է, բայց ավելի տենց ներքին ու հոգևոր բանն եմ, տեսանկյուն եմ նայում մարդու, սենց ասեմ, դեռ չեմ հանդիպել իդեալական չի բացառվում, որ այս կիրակի եկեղեցին աղջիկները գիտեն, ժամը գիտեն, պատարագին լիքը նոր աղջիկներ տեսնես։ Իհարկե այդ ժամանակ ուրիշ մտքերով եմ ես ընդեղ լինում, բայց էդ էլ կա։ Եթե տենց ֆեյնում եմ ես շատ։ Ֆեյն հրավիրենք, ամեն սուրճը ամուր։ Այո, սիրելի աղջիկներ։ Okay, այսինքն խորություն պետք է ունենա մարդը։ Հա, այդ շատ ավելի կարևոր է։ Իսկ արտաքինի տեսանկյունից տենց շատ ինչ որ բծախնդիր բաներ չունեմ, բոլորն էլ յուրովի սիրուն են ու ես մեր թիմակիցներին եմ մեկ-մեկ նայում, ասում եմ ինչքան սիրուն սերունդ ունենք մենք եւ հաջող։ Կուլտուր քեզ մի քիչ չասեմ չհավատամ, բայց որպես քեզ մոտիկից ճանաչող մարդ, որպես ընկեր մի քիչ կարեկցիով կեք մտցրեմ։ Իմ կարծիքով դու ես թեթես։ Դու ամեն ինչի սիրուն ես սիրում։ Քո վարած մեքենան, քո ստիլը, մենք իրար հետ 2 անգամ 2 թե շատ ճամփորդել ենք Իտալիայում եկել։ 3 երևի։ Հա։ Դու նաև մեր ընկերության մեջ հայտնես որպես մարդ ով ստիլը սիրում է, դու մեկ էլ մեր Վիգենը։ Երկուսս ստիլի, մեկ էլ մեր Մազմանյանը, էլի ստիլյագա։ Դու սիրում ես քո ընտրած բրենդինգները, քո ընտրած ինտերիեր դիզայները, բոլորը էսթետիկայի պիկն է։ Հետևաբար, երբ որ դու ասում ես կարևոր չի, մի քիչ շատ փափուկ բարձ ես դնում, էլի մեր, արի մի քիչ անկեղծ ասենք, կարևորը, այո, իմ կարծիքով սենց ասեմ, տգեղ աղջիկ չկա, կա էսթետիկայով, ասենք գեղեցիկ, չգիտեմ, ոճային եւ մարդ եւ կա իրան հետեւող եւ չհետեւող մարդ, համաձայն ես, դե արի գոնե սենց ասենք։ Համաձայն եմ։ Հա, այդ էսթետիկան կարևոր է, պրոստը բառերով նկարագրել այդ իրականում դժվար է, հա, ես չեմ կարող այդ միտքը արտահայտեմ, ոնց։ Սիրելի աղջիկներ, ճուշը էսթետ է, դա երևում է իր բոլոր ընտրությունների մեջ հագուստից վերջացրած դիզայնով, այդ հաշվի առեք, կարակ ոճաբան վարձեք։ Այս մեր ֆեյն բրենդն էլ, պրինցիպի մեր վերջին ամենաէսթետիկ, որից բաժակը sense նայում ես, նուրբ, ֆանտաստիկ է, ամեն ինչը նույնիսկ կետը էս ֆեյի կողքի, ֆեյնի ինտերիերը, ամեն ինչը sense ու կարծում դա հենց քո աչքն է։ Թե նարեկն էլ այդտեղ մասնակցում։ Փորձում ենք вообще հիմնականում դիզայնի հետ կապված հարցերում ես եմ զբաղվում, բայց փորձում ենք միասին էլի գանք կոմպրոմիսի։ Ընտիր։ Կարծում եմ պատասխանեցինք հարցին, չէ՞։ Հիմա ուզում եմ նորից վերադառնանք եկեղեցու քրիստոնեության եւ դու նշեցիր, որ դու հորոսկոպով երկվորյակ ես։ Չի հակասում արդյոք այս երկու գիտությունները իրար։ Ես ինքս աստղերի հետ կապված համաստեղություններին ես ինքս շատ ուսումնասիրել եմ, ոչ միայն հավատում կամ չեմ հավատում, այլ գիտեմ, որ դա աշխատում է։ Օրինակ ես այծեղջուր եմ ու իմ ամբողջ նկարագիրը այծեղջուրի մեջ կա, բայց ես միևնույն ժամանակ քրիստոնյա եմ ու իմ համար լրիվ օքեյ է, ես որևէտեղ դու ոնց ես նայում, այդ երկու գիտությունները իրար չեն հակասում։
Ես տենց շատ հակասություններ չեմ տեսնում, իրականում ամբողջ կյանքս տենց բաների լուրջ չեմ վերաբերվել, չեմ էլ հավատացել, բայց այս վերջի տարիներին հենց էլի այդ աղջիկները այնքան են այդ ամեն ինչից խոսում, այդ ով է երկորյակ, ով ինչ ձև է արտահայտվում այդ բնավորության մեջ, ու ես իրոք տեսնում եմ, որ օրինաչափություններ կան, հա, եթե երբ որ դու երկորյակ ես, իրոք երկակի ինչ որ որոշումներ են քո մոտ լինում, երկակի ճաշակ կարող է ունենաս ինչ որ հարցերի շուրջ ու դա ինչ որ չափով դառնում է ինչ որ ասես մի հատ քննարկելու խոսելու թեմա, բայց եթե այդ երկուսը պիտի դրվեն մի հարցության մեջ միանշանակ ճիշտ է։ Հա, չէ, կամ չի, ինքը էնել կա։ Բայց որ աշխատում է որ կա տենց բան, որ իրոք տենց է։ Մի անեկդոտ պատմեմ այս թեմայով։ Երեխեն հորը հարցնում ասում է, պապ, մամային ոնց ես դու կարացել սիրտը շահես, պատկերացա 7-8 տարեկան տղա երեխա հորը հարցը տալի։ Հերն ասում է, դե նայ, տղա ջան, ասում է, ես իմացա, որ մամադ շատ հավատում է թվերին, թվա այդ նումերոլոգիային, ու բոլոր նամակները, որ գրում էի մամայիդ, այն ամենասկզբում կլոր թվերին էի գրում, 11-ից 11, 12-ից 12, 13-ից 13, ու մամադ մտածեց, որ սա ճակատագիր է։ Երեխան ասում, պապա, ты легенда։ Այսքան հետաքրքիր է, ու հիմա շատ տարածված է այդ ամեն ինչի ուսումնասիրությունը, իհարկե կա fake կտոր, էժան կտոր եւ կա խորը գիտելիք այդ ամեն ինչի տակ, որ հիմա նաեւ շատ ոնց որ ասած բացվում է կամած։ Ընտիր, դե ես կուզենայի խոսենք պարտներությունից, հա, Ծյուշ, դուք որպես պարտներներ, օրինակելի պարտներներ եք, այն իմաստով, որտեղ մենք դրսից չենք տեսնում երբեք տարաձայնություն, վեճ, լարվածություն, դուք միշտ ոնց որ շատ հետաքրքիր իրար հետ խաղում եք, շատ հետաքրքիր կիսել եք պարտներությունից պատմի, որովհետև պարտներությունը այն կետն է, կարծում եմ երևի 50% դեպքերում բիզնեսի պրավալի պատճառը լինում է պարտներության պրավալը։ Իդեպ, եթե նայենք բիզնեսի կյանքի տևողությունը, այն չհասունացած բիզնեսները կարան մեռնեն, օրինակ, չգիտեմ, շուկայի պահանջարկի պատճառով կամ այլ պատճառներով, բայց հասուն բիզնեսների տապալման մեծ կտորը, արդեն կայացած շահութաբեր բիզնես, դա պարտներության պրավալն է։ Հետևաբար սա այնքան չուսումնասիրված ու կարևոր կետ է, որ ես իմ պոդքասթների ընթացքում ով պարտների հետ է բիզնես անում, ես հարցը տալու եմ, որպեսզի որոշակի մոդել հասկանանք, ինչպես պետք է պարտներություն անել, որպեսզի այդ անձնային հարաբերությունները, եթե փչանանախ չփչանա, եթե փչանալ բիզնեսը չքանդվի։ Արդեն այդ թեմով խոսեցինք, որ մեր հաջողության գաղտնիքներից մեկը այդ ճիշտ պարտներությունն է եղել։ Ես վստահ եմ, որ այս բիզնեսը, եթե հիմա նորից անել ունեի, միանշանակ էլի կանեի պարտներով, կանեի Նարեկի հետ, ու այս բանը էլ երբ որ որոշում եմ կայացնում այլ բիզնեսներում անել թե չանել, սկսել թե չէ, էլի այդ մոդելով ենք անում ու հենց Նարեկի հետ ենք շարունակում հիմնական բոլոր բիզնեսները։ Ինչ ենք արել, աշխատանքի բաժանում երբևիցե չի եղել, որ մենք նստենք, փորձել ենք, մի քանի անգամ նստել ենք, գրել ենք, ջնջել ենք, ասենց ցուցակը ստացել ենք, ով ինչ պիտի անի, բայց այդ ամեն ինչը երբեք չի աշխատել, բայց տարիների հետ, դες դիզայնից խոսեցինք, հա, նենց է ստացվել, որ դիզայնով ես եմ զբաղվում, հա, մարքեթինգային կտորը ես եմ փորձում անանեմ, օպերացիոն կառավարման մեջ բաներ կա, որ ես եթե փորձում եմ մենակ խանգարում եմ, Նարեկն ավելի լավ անում, ասենք շինարարության մեջ այս վերջերս բացարձակ փորձում եմ չխառնվեմ ու տենց ավտոմատ ում մոտ ինչ ավելի լավ կողմ կա, ավելի զարգացած կողմ կա, ստացվել է նենց որ ինքը վերցրել է իր վրա պատասխանատվությունը անելու ոնց որ այդ մասը ու տենց բնական բաժանում է ստացվել։ Իհարկե մեկ-մեկ լինում է որ խառնվում է, ես իր գործի մեջ եմ խառնվում, ինքը իմ կոնֆլիկտ է առաջանում դրանից, քննարկում ենք եւ այլն, բայց ոնց որ մեր մոտ sense բնականon ճիշտ պարտներություն է գնացել եւ պարտներ ընտրելու համար երևի թե պետք է առաջին այդ արժե համակարգին նայել, որ դուք լինեք նույն արժեքները կրող, որպեսզի այդ լեվելում խնդիր չունենաք։ Մնացած լեվելի բոլոր խնդիրները լուծելի է ու լավ է, օքեյ է, որ խնդիրը առաջանա, կոնֆլիկտ հիմա ես ասեմ Նարեկ ասի կանաչ, ես կանաչ գույնը չեմ սիրում, ստացի, Նարեկ ասի չէ, թող սա կանաչ լինի, ես ասեմ օրանժ լինի, իհարկե վերջում օրանժ է լինում այս դեպքում, եթե տենց է լինում քննարկումը, բայց դա բերում է նրան, որ կարող է վсё մի հատ երրորդ գույն պիտի ընտրենք, որ ոչ կանաչն է, ոչ օրանժն է։ Եթե էլի վերադառնամ գործընկերության լավ ու վատ կողմերին, ես մենակ լավն եմ խաղել ու ես իրականում շատ շնորհակալ եմ իմ պարտներին, որ այս 10 տարիները իրար հետ քայլել ենք։ Իսկ մի քանի խորհուրդ, օրինակ երկու հետևություն հետ հայացքցելով, ինչ պետքա չանի կամ անի մարդը պարտներության մեջ լինելով, որ պրավալ չտա պարտներությունը։ Երևի քեզ ծանոթ կլինի այն հեծանիվի թեորիան, որ երկու հոգանոց հեծանիվներ կան, չէ՞, դիմացի եւ հետևի մարդ։
անունը մոռացել եմ, ինչ էր կոչվում, Գորնա Ապետյանի Տեորիան, տանդեմոկրատիա, հա, տանդեմը այդ հեծանիվն է, միշտ ասում է, այս դիմացի քշող հեծանիվ մարդը իր հետևին ինչի տեսնում, ու մտածում է, որ ինքն է այդ հեծանիվը քշում, իսկ հետևին նստածն էլ միշտ դիմացին է անընդհատ տեսնում ու մտածում է, որ ինքը շատ բան չի անում այդ ամենում, բայց իրենք երկուսը հավասար քշում են, այստեղ կարևոր է, որ պրոստը հասկանան իրենք իրար մեջ ով է դիմացը նստած, ով հետևը, ու այդ process-ը գիտակցեն, եւ երբեք այդ էգոն չդնեն, առաջնահերթություն չտան էգոին, որտեղ որ հարցում էգոն առաջացավ, էգոն եկավ, դա խնդրեմ է։ Մենք եղել է այտենց ինչ որ կոնֆլիկտային ինչ որ սիտուացիայում, ասենք ես ասում եմ կամ ինքը ասում է ես սենց, ասում եմ եթե ես նախադասության մեջ այդ ես բառը այդքան պետք է շեշտված լինի, էլ արի ես այն մնացածը չլսեմ, էլի արի այդ եսը դնենք մի կողմ, մենք փորձենք այն մնացածը քննարկենք, էլի։ Նամանավանդ գործնական ու պրիչոմ մեր երկուսիս շահերի բախում երբեք չի կարելի, հա, մեր շահը բիզնեսի լավ լինելն է, պրոստը այդ պայն կարող է մարդու էգոն, հիմա ես որ կանաչ չեմ սիրում, կարող ասեմ ես չեմ ուզում, որ այս բաժակը կանաչ լինի, ու դա բերի ոնց որ ինչ որ բիզնեսին վնասելուն, էլի։ Համաձայն եմ։ Հենց կարողանում ենք մեր էգոն դնենք մի կողմ, մի քայլ հետ գնանք, ամեն ինչ լուծվում է ու առաջագնում։ Իդեպ մեր ընկերներից Նարեկ Ալեքսանյան մի հատ հետաքրքիր բան մի օր ասաց պարտներության թեմայով, ասում է հայերով պարտներություն անելու հենց ստարտը սխալ են դնում, դուք ճիշտ եք դրել, բայց ասում է, sense մոդել կա, մի սեղանի շուրջ նստած ընկերներով բիզնեսից են խոսում, ինչ որ բիզնես իդեա են խոսում 2 հոգի, բայց նստած են 7 հոգով, ավտոմատ երբ որ բիզնեսը բացում են 7 փայատեր է լինում այդ բիզնեսում։ Այդ Նարեկի թեզերից է, քեզ կատա քեզ ճիշտ, բայց լրիվ ճիշտ ասում ես, այսինքն մենք երբ որ բիզնեսը սկսում ենք, ավտոմատ ով այդ պայն այդ խոսակցությանը մասնակցում է, սա ֆայն դառնում, բայց մի հատ sense մոդել կա, իդեպ կարծիքը հետաքրքիր է ինձ, բիզնես սկսելուց 2 հոգով օրինակ, երկուսն սկսում են 0%-ով։ Սկսում են ստարտային երկուսն 0 ունեն։ Կախված ինչքան արդյունք կտան, ինչքան ներդրում կանեն իրան ժամանակի, տոկոսները աճում է։ Եթե հավասարաչափ են ներդրում անում, ասենք 2 տարի կամ մի տարի հետո երկուսն էլ 50% ունեն։ Եթե ինչ որ մեկը զբաղվածական բան, մեկը ներդրումներով անցնում է, ինքը ուրեմն 60-40։ Հետաքրքիր մոդել է, չեմ առնչվել երբևիցե, բայց չափելությունը գումարն է, հա, ներդրված գումարը։ Դե իհարկե այստեղ ամենամեծ խնդիրը է թեզի իրագործելու այդ հենց չափելությունն է, որովհետև գումարից բացի կա ժամանակ, էներգիա, կազանք, որը կարա բեկում բերի բիզնեսում, հա, մի հատ ասենք այդ մեկը հեռախոսվերցեց, զանգեց, հարց լուծեց։ Այդ հենց չափելության հարցը եթե լուծվի, իմ կարծիքով ինքը շատ լավագույն մոդել է։ Հա, բայց այդ չափելությունը չի լուծվելու, էլի։ Միշտ ամեն մեկի իր արած քայլը ավելի ծանր է գնահատելու, քան իրականությունն է։ Ոստեղ 7 հոգով հավասարաչափ պարտներ են դառնում մի բիզնեսի մեջ։ Sense հետաքրքիր է շատ։ Դե պարտներությունով կարծում հայ ազգին հատուկ, հա, բաներից մեկը դա մենակ խաղալն է, դրա համար մենք թիմային ֆուտբոլ չենք կարող։ Հա, չենք կարող խաղանք եւ նրանք ովքեր պարտներով են խաղում, ձեր նման, ես իմ գործընկերոջ Հայկի նման, ինքը շատ թույն մոդել է։ Ես օրինակ մեր գաղտնիք հաջողության ոչ մի բանի չեմ խառնում։ 100%-ով վստահել եմ ու լրիվ իր որոշումների հետ օքեյ եմ, որովհետեւ ես հենց իրան ընտրել եմ որպես գործընկեր, այդ կետում ես գիտեմ, որ ինքը անելու է SSSS, всё, ես լրիվ օքեյ եմ դրա հետ։ Ես քեզ ասեմ, թվում է թե շատ հեշտ է քո ընտրած մոտեցումը, բայց իրականում ամենադժվար մոտեցումն է, միշտ քո մեջ կարա միտք առաջանա, որ կարող է ավելի լավ կարար լիներ, կարող է մի 20% պակաս արդյունք ունենք, որովհետև Հայկը մի քիչ պակաս արե, բայց երբ որ դու այդ քո մտքերը կարողանում ես հաղթահարես, ճիշտ ձևով գնում է առաջ, էլի։ Նաև այս հարցերը Նարեկին էլ ենք, չէ՞, տալու։ Կարևոր է, էլի, իր մոտեցումն լսել այս ամեն ինչի շուրջ, եւ ոնց է լինի կյանքը դու կյանքի ինչ-որ փուլում չես ունենում տրամադրություն, չես ունենում էներգիա, ինչ-որտեղ քո մոտ խնդիրներ առաջանան, դու երբ որ ունես պարտներ, դու գիտես, որ մարդը, ով որ այդ քո այդ բացը լրացնելու է, ով որ այդ ամեն ինչի մեջ ինքը մտնելու է, ու առանց ինչ-որ անշահախնդիր ամեն ինչ քո փոխարեն անելու է, ու միշտ գիտես, որ դու հիմա ես կարամ իմ հեռախոսը անհասանելի սարքեմ, հա, դնեմ այնտեղ, ու մենք ոդքասթ անենք, գիտեմ, որ եթե հարց լինի, Նարեկը պատասխանելու է, ու հակառակը ինքը հիմա երկրում չի։ Չէ, երկրում է, չի գնացել, հա, ու հակառակը վստահ եմ ինքն էլ գիտի, որ ինչ որ մի հատ պահի պետք է երկու օր չլինի, կարա հանգիստ երկու օր չլինի, էլի։ Այդ օգնում է մեզ ճանապարհորդել, օգնում է կյանքում ինչ ավելի հանգիստ ու տենց թեթև ռելաքս ապրել։ Ընտիր։ Ես ուզում եմ հարցնել ճամփորդությունից։ Քո որպես գործարար մտահորիզոնի վրա իմ կարծիքով ճամփորդությունը շատ մեծ ազդեցություն ունի, ու ես նաև դա նկատել եմ ընկերության ձևավորման վրա, երբ որ մենք միասին գնացինք Սիցիլիա 10
10 զույգով, այդ 10 զույգով, այսինքն 10 ընտանիք, 20 հոգով մենք մինչև այսօր միասին ընկերություն ենք անում եւ գալով ճամփորդությանը իմ կարծիքով, քո կարծիքն էլ է, ինձ շատ հետաքրքիր է, ճամփորդությունը ոչ միայն օգնում է ընկերոջը ճանաչել ճանապարհին, հա, ճամփորդությունը նաև օգնում է ինքդ քեզ ճանաչել ու նաև փոխվել, երբ որ դու նայում ես մի աչքերով ինչ որ իրականության, այդ իրականության եւ քո աչքերի մեջ կարա խզում լինի, կարա չլինի, էլի։ Ու իմ կարծիքով, եթե խզում չկա ու դու համահունչ զարգանում ես քո ճամփորդությանը համահունչ, դու հետ վերադառնալով միշտ բան ես փոխում։ Այս մասով քո ես քո հետ լրիվ համաձայն եմ ու կարծում եմ, որ ճամփորդելը լավագույն ներդրումն է մեր թե կյանքի, թե բիզնեսի մեջ, նույնիսկ եթե մի քիչ թանկ երկիր ես գնում, նույնիսկ եթե շատ ես գումար ծախսում, էներգիա, ժամանակ ծախսում, մեկը ինքը հետո մի օր վերադառնալու է քեզ։ Դե Coffee House-ի գաղափարը չգիտեմ, գիտեք թե չէ, պատմել եմ մի անգամ, եկել է հենց երբ որ ես Չինաստան էի ճամփորդում, այնտեղ տեսել եմ Starbucks-ը, տեսել եմ մարդիկ երիտասարդները ինչքան սիրահարված էին այդ բրենդին, ինչ էներգիա կար այդտեղ, ու այդ ամեն ինչից տենց ոգի շնչված եկել եմ Հայաստան, ասել եմ մի հատ եկեք սենց ընկերոջս հետ, ասել եմ արի սենց բան փորձենք, իրականում լրիվ տարբեր էր մեր բիզնեսն ու Starbucks-ը շատ մինի մոդելներ այդ ամեն ինչի, բայց ինքը փաստացի դարձավ, այսինքն հենց Coffee House այսօր չէր լինի, եթե ես չճամփորդեի, եթե ես այդ մոդելը չտեսնեի։ Նույնը Ֆեյնի դեպքում, երբ որ մենք բովարան բացելու, ռոստերի բացելու միտք ունենք, ես Միլանում գնացի այնտեղի Starbucks-ը տեսա, այդ ամեն ինչը այնտեղ Starbucks Reserve կա, որը երևի թե աշխարհում ամենամեծերից է, 5-6 հատ են այդ ամենամեծերը, ես 3 ժամ նստել եմ այնտեղ մենակ ու սենց նայել եմ, մտածել եմ, քննարկել եմ, աշխատակիցների հետ եմ շփվել, որ այս մոդելը փորձեմ հասկանամ, հետո եկանք 2 տարի հետո, դաժե այդ տարի նոր տարի էր ու իմ ամեն տարի գրում եմ ցանկություններ հաջորդ տարվա համար, առաջին կետով հենց այդ էր, հենց այնտեղ նստած Միլանի Starbucks-ում նստած գրում եմ, որ սենց մի բան ունենանք Հայաստանում, քիչ-քիչ եկանք հասանք այդ կետին։ Հետևաբար լիքը գաղափարներ, հետո աշխարհայացքդ լրիվ փոխվում է, էլի։ Գիրք կարդալու պես բան է, դու ինչքան շատ երկիր ես տեսնում, ինչքան բան, մենք այդ բանը չէ, շատ դեպքերում ընկերոջս հետ որ ճամփորդում ենք, մի այլ ուրիշ ընկերոջ հետ, ասում եմ մի հատ այս թանգարանը մտնենք, ասում եմ ինչի՞ տա պետք, ասում եմ պրոստը նայենք, թո ճաշակները զարգանա։ Այդ բան ոչինչ չես վերցնում այդից, ոչինչ չես տանում քո հետ, նենց էլ չի հպարտանալու բանը, որ դու այդ թանգարանում եղել ես, բայց նույնիսկ շորի խանութ բարձր լեվելի շորի խանութ մտնելով դու այդ նայելով ավտոմատ քո մոտ զարգանում է ամեն ինչ ու փոխվում է մոտեցումներդ։ Լրիվ համաձայն եմ։ Okay, վերադառնալով բիզնեսին, ես ուզենայի քո կարծիքը լսեի, բիզնեսմեն ծնվում են, թե դառնում են թեմայի շուրջ, այդ թեման այն չպատասխանված թեմաներից է, որ հա քննարկվում է, բայց դրա լուծումը մի մաս կա մարդկանց, որ ասում է, չէ, օրինակ Գալիցկին, Սերգեյ Գալիցկին ասում է, չէ, բիզնեսմեն չեն դառնում, ծնվում են, եւ շատ մեծ հեգնանքով է նաեւ նայում բիզնես կրթությանը, Գալիցկին, նույնիսկ վիդեո ունի, չէ, Տինկովն էլ Գալիցկին է, Տինկովը մի հատ վիդեո ունի, ՄԳԻՄՈ-ում գալիս ասում է, ну что, մաժորի, այսինքն իր աչքերով այդ ՄԳԻՄՈ-ի սա ուսանողները մաժորներ են, ովքեր փող ունեն, եկել են սովորում են, այսինքն անիմաստ ինչ որ բան է։ Հիմա դա բիզնես կրթությունը, դա բիզնես դառնալու ինչ որ ճանապարհ է, հա, բիզնեսմեն դառնալու ճանապարհ է։ Դու չունես բիզնես կրթություն, բայց ստեղծել ես մեծ ընկերություն։ Ունեմ։ Հա, ունես Ստամոնական համալսարանում, հա, ես էկոնոմիկայի ու բիզնեսի ֆակուլտետում սովորել, չգիտեի։ մագիստրատուրան եմ սովորել։ Հա, լավ։ Բայց հաշվի առնելով որ մեր մոտ համալսարանական կրթությունը այն լեվելի չի, որ ինքը ամբողջովին բավարարի շուկայի պահանջներին, մեկը ինքնակրթվելով է այդ ձևավորվել, բայց այս հարցիդ պատասխանը իրականում ես էլ առանձնապես չունեմ, ես ուրիշ կողմից մոտենամ այս հարցին, մենք մեր ընտանիքում, մեր բարեկամության մեջ գլոբալ տենց բիզնեսմեններ չունենք, այսինքն ես ծնվել եմ տեսնելով, որ մամաս, պապաս եղել են պետական աշխատողներ, առավոտյան 9-ին գնացել են աշխատանքի, 6-7-ին քաղաքապետարանում աշխատում։ Ես գիտես խեմ հարցնում, որ մեր ունկնդիրները չմտածեն, որ ինչ որ պաշտոնների են եղել, քեզ ֆինանս։ Այսինքն էլ կմտածեն, որ այս կերպակները մենք չէ, լավ, հակասական մի քանի տարի արդեն դուրս է եկել չի աշխատում, բայց ամեն դեպքում այդ process-ներում երբեք իրան չեմ ներգրավել, չեմ ծանրաբեռնել իրան այդ հարցերով, այսինքն չի եղել այդպես օրինակ, որ ասում ես բիզնեսմենների ընտանիքից եմ, պիտի պարտադիր բիզնես անեմ, ընդհակառակը այտենց ուղղությունը իմ կյանքի վեկտորի իրանց կողմից դրված եղել է այնց, որ դե հեսա ավարտես, ընդունենք միտեղ աշխատանքի, գնաս միտեղ բանկում բանում, նորմալ մասնագետ մարդ դառնաս, թե չէ ու ինչ պիտի անես, այսպես է ճանապարհը եղել։ Հետո ուղղակի տենց քիչ-քիչ ինչ որ տենց էս փորձից բանից
հասկացանք, որ չէ, ինչ որ եթե մի բան ստացվում է, ինձ դուր է գալի այդ ավելի, պիտի այդ ճանապարհով գնամ։ Որ պատկերացնես Գազպրոմում գնացել էի պրակտիկայի, որ համարյա քիչ էր մնում, որ պիտի մտնեի աշխատանքի արդեն, էլի։ Դե նորից ուզում եմ հարցնել քեզ, ինչ շատ հետաքրքիր է քո փիլիսոփայությունը, դու ոնց ես մտածում եւ մյուս հարցի մասին քո կարծիքն է ինձ հետաքրքիր, ասում են, որ երաշտը մղում է ջրանցք շինել, այսինքն Սևակը իր բանաստեղծություններից մեկում ասում է գովերքում եմ այն երաշտը, որը մղում է ջրանցք շինել, այսինքն այն կարիքը, այն սղությունը, այն խնդիրը, հա։ Հիմա դու քո ապագա երեխաներին, երբ որ կդաստիարակես կամ այն սերունդը, որը նոր է ձևավորվում դպրոցի բարձր դասարաններում, ինչ կցանկանաս իրանց, ինչ կմաղթես իրանց, ապրեն առանց երաշտներ կյանք, թե ամեն դեպքում դժվարությունները իրանք շատ լավ միջոց են ջրանցքներ շինելու համար։ Դե առանց երաշտներ կյանք չի լինում, այդ վստահաբար պետք է ընդունել, որ դա տենց է, նույնիսկ ամենաիդեալական թվացող կյանքի ճանապարհին էլի բարդություններ, խնդիրներ լինում են։ Մենք այս հարցի շուրջ տենց ժամանակի հետ մոտեցում ենք ձեռք բերել, որ այդ խնդրը խաղի մի մասն է, անգլերենով problem is the part of the game, այսինքն դու չես կարող խաղաս այդ խաղը ու չունենաս խնդրեմ, ու իրան էլ պետքա վերաբեր ամեն ինչ տենց ցիկլային է, ամեն ինչ անցողի կա։ Իսկ մա կոֆե հաուսի կետային սաղ բարելավումները հենց երաշտից ջրանց արդյունք է, հա։ Ամենայն պարզը բացվել ենք մի 15 օր հետո Հայաստանում թղթի բաժակ չկար, վերջացել է։ Այն ինչը կար փեթակում, այդ բանը դա էս ոլորտը չկար, գոյություն չուներ, չէր զարգացած։ Այսինքն մենք վաղը պիտի մոռացել ենք դուք բաժակներն առնում եք օվալ պլաստից, չէ՞։ Հա, օվալ պլաստից, հա։ Իրանք չունեին բաժակ։ Չէ, իրանք այն ժամանակ իրանք հետ չէին աշխատում, իրանք էլ այդ բիզնեսը չունեին, այդ դեռ չէին արտադրում։ Ու այն ինչ կար վաճառվել էր, ու մենք ոնց որ վաղը պիտի սուրճ տանք, մարդիկ ամեն օր գալիս են, ու մենք բաժակ չունենք։ Ու այդ խնդրից սկսած արդեն ոնց որ անընդհատ խնդիր լուծում, տենց քիչ քայլ եկել հասել ենք այս կետին, եթե չլինեն խնդիրները, տենց կոմֆորտ կամ այս վերջին մի 2 տարի առաջ նոր մրցակից է գալի շուկա, դու այդ բանից ոնց որ սառը ջուրն են լցնում քո գլխին ու դու սկսում ես մտածել ինչ պիտի անես, վաղվա օրդ ոնց պիտի կազմակերպես, որ ավելի էֆեկտիվ, ավելի լավը դառնաս։ Իհարկե ես մաղթում եմ, որ ես որ նայում եմ քո կյանքում, գիտես ինչա փոխվել մրցակիցները գալուց հետո, թենիս ավելի շատ ես խաղում։ Այսօր էլ ոդկաս վնասել ես։ Փորձում եմ շաբաթը 2-3 անգամ տենց մրցակցեմ։ Իրականում, չէ, մրցակիցների գալը էմոցիոնալ առումով էլ է բան փոխե, մտածելակերպի տեսանկյունից էլ է բան փոխե։ Էլի գալու են, էլի հայտնվելու են, բայց մենք մենակ լավ ենք վերաբերում այդ անչին։ Մեզ միշտ հարցնում, բա որ մի օր Starbucks բացվի, այդ հարցն հենց են տալի, որ բայ այդ վաղ վերջն է, հա, էլի այդ ոնց որ Starbucks։ Ասում կբացվի շատ ավելի լավ, շուկան կմեծանա, կզարգանա։ Ես 10 բաժակ կոֆե կխմեմ, Սուշան։ Հա, ինչ չէ։ Պիցան կմեծանա ու մեր կտորը այդ պիցայի մեջ ավելի շատ կդառնա, հենց որ նորմալ երևույթ է դա։ Ինչից ենք խոսում, մոռացա մեր թեմայից թեմա շատ ստարացվելով գնում է այն խնդիրներից, որոնք ձեզ մղում են, որ դուք դրանից իրականում որ հետ են գնում բոլոր այդ բիֆուրկացիոն կետերի, այդ փոփոխությունների կետերի հիմքում եղել են մի հատ լուրջ թվացող խնդրեմ, որը հիմա սենց հետ նայելով ինքը տենց օքեյ է, նորմալ է, դա ինչ որ մի մասն եղել։ Այս տարի էլ տենց շատերը երևի գիտեն, ունեցանք ինչ որ խնդիրներ 3 օր փակ եղավ Coffee House-ը, բայց դա էլ բնական բիզնեսի ճանապարհը կյանքա, որ լինում։ Այո, մկրտվեցիք նաև այդ ոլորտում։ Այդ պահին թվում էր թե ասենք աշխարհի վերջն է, վсё, մենք չգիտեմ ինչ ենք էլ անելու եւ այլն, բայց ամեն ինչը լուծելի է, ամեն ինչը։ Մեր ընկեր տեսուչները իրանք կոֆե չէին խմում, իրանք օքեյ։ Բոլորը մեր հաճախորդներն են։ Իրանք օքեյ, իրենք կոֆե չկար քաղաքում։ Հենց այդ օրերին նարեկի հետ ինչ որ մի հատ փուլ կար, որ տենց պետք է կենտրոնում հանդիպենք, 2 բառ խոսենք, չենք ուզում հեռախոսով խոսենք, կենտրոնում հանդիպում ենք, ասում ենք նստենք կոֆե խմենք, ասում ենք բա որդ ենք կոֆե խմելու ու հասկացանք, որ լուծում չկա այդ բային, չգիտենք որտեղ է։ Էլ չանեք տենց բան, ժողովուրդ ջան։ Հա չէ, իրենք բոլորը մեր հաճախորդներն են, ամեն օր օգտվում են։ Շատ լավ։ Ես ուզում եմ քեզ հարցնել, կան քո կյանքում մարդիկ, ովքեր բեկում են մտցրել քո կյանք ու իրանց լինելը քո կյանքը բաժանելա դոյի պոսլեի։ Հաստատ կան։ Եվ ում կուզենաս եթերից շնորհակալություն ասես։ Շնորհակալություն ասեմ։ Դե առաջին այսօր Նարեկից շատ խոսեցինք, բայց առաջի ոդկասթն է, որ չէ, երկրորդ ոդկասթն է, որ միասին չենք գալիս։ Հա, առաջին իմ գործընկերոջին շնորհակալություն հայտնենք։ Նարեջան, մերսի, իրականում այս 10 տարին քիչ ճանապարհ չի, որ տենց իրար հետ անցել ենք, հա։ Երկրորդը երևի պիտի ծնողների շնորհակալություն հայտնեմ, որովհետև իրոք որ կետում կարան պատժ կանեն, արել են, որ կետում կարան ձեռք մեկնեն,
մեկնել են ինչ որ բաներում հա տարաձայնություններ ունեցել ենք, բայց մենակ են որ իրենք թողել են, որ սկսեմ երկրորդ անգամ էլի երկրորդ անգամ papan ասում էր չէ չի լինի, մաման ա թակուն ասե չէ ոչինչ տալիս եմ գնա արա փորձի եւ մեծ է ներդրումը 200,000 դրամ էր եթե չեմ սխալվում մարդա առաջինը 100,000 էր երկրորդը 200 էր ես էլ նարեկն է դրեցինք բայց հետո վերադարձել ենք այդ գումարը մի ամիս երկու ամիս հետո աշխատը վերադարձել ենք իրանց սպորտը շատ մեծ ա եղել երրորդն էլ երևի պրոստը պիտի աստծուն շնորհակալություն հայտնենք որ այս բանին էս կետում ենք առողջ իրար հետ նստած շփվում ենք էներգիաներս տեղը էմոցիաները տեղը ու վсё Ռիվ համաձայն եմ ես մի էսպիսի թեզ ունեմ ասում եմ որ գործարարը ինքը նման է այն մոգին ով վերցնում է մի միավոր ակտիվը կապիտալը ու իրան բազմացնում է այսինքն գործարարը հատուկ հատկություն ունի շնոր ունի 1-2 դարձնելու քարից հաց քամելու կամ ասենք ինչ որ x միավորով բիզնեսը սկսելու հետո այդ x միավորը շատացնելու քո մոտ նույնպես կա այդ հատկությունը ես տեսել եմ որ դու ավելացնող կստացի ասեմ բոլոր մարդիկ չեն մարդիկ կան ես մի գործարար ընկեր ունեմ ինքը մեր ակում չի գալի մի օր կգա կարծում եմ ինքը իր տղային ամեն անգամ $50,000 փող է տալի ասում եմ մի բան սկսի ամեն անգամ տղեն այդ թեմայից դուրս է գալի -50,000-ով հիմա 50,000-ը վարկա վերցրածին այսինքն կան մարդիկ որոնք հակառակ երբ որ կպտում են ինչ որ ակտիվի այդ ակտիվը պակասում է ինչ ես կարծում ինչ մագիա կա այդտեղ միջև քո հարցի պատասխանել ես իմ թեզի մեջ մի հատ բան եմ ուզում ավելացնել իմ կարծիքով մարդու եւ բիզնեսի արանքում կա մի հատ երրորդ ուժ որը մեզ երբեմն կամ օգնում է կամ խանգարում է այսինքն ես եւ բիզնեսը մենակ չենք այդ խաղի մեջ երրորդ ինչ որ ուժ գոյություն ունի որը եթե ինձ օգնում է այդ բիզնեսը ստացվում է եթե հանկարծ ինձ սկսում է իմ դեմ էս երրորդ ուժը գործել բիզնեսը ես ինչ էլ անեմ ոնց էլ անեմ այս բիզնեսը գնալով պակասելու է ու վերանալու է ես կարծում եմ սենց ու նաեւ գիտեմ այդ երրորդ ուժը ինչ է, հա, ու այս ոդքասթների ընթացքում ես դա քիչ բացահայտել եմ, հա, ես մոտար պատկերացնում դու ինչի մասին ես ասում, այդ ինձ թվում է այդ ավելացնելու բանը սկսում է տեսնելուց, որ դու մի բանը նայում ես ու տեսնում ես, որ ինքը ավելանալու, անգամ երկու լինելու հնարավորություն ունի։ Երբ որ դու դա տեսար, հետո կառուցելը շատ ավելի հեշտ է։ Շատ դեպքերում նույնիսկ երբ որ դու դա պատմում ես, բացատրում ես, որ դա կարա տենց լինի, դիմացինը չի կարողանում դա ոնց որ անանի։ Իդեպ կներես էլի ընդհատում եմ հազարամյակներով մարդիկ որսի գնալուց իրանց համար որս անելն ա եղել հաջողության պիկը նախապես պատերին նկարել են այդ որսի պահը նիզակով քարով հետո նոր գնացել պլանավորել են հետո գնացել այսինքն լրիվ հետը համաձայն եմ ինքը հազարամյակներից եկածած մոդել է ու մեր մոտ տարիների հետ զարգացել է այդ տեսնելու ոնց որ բանը հիմա շատ կողքի բիզնեսների դեպքում իհարկե խորհուրդ տալ հիմնականում աշխատում ենք չանենք տես որտեղ մարդիկ ամեն մեկը այդ խորհուրդը մի ձև անկալում բայց երբ որ նոր մի բան է բացվում այն որ sense կարող է նայենք իրար դեմքի ասենք հենց նայ SS սխալ են արել կամ SS ինչ լավ լուծում են գտե նույնիսկ այդ մարդը չի նկատել որ ինքը լուծել է այդ խնդիրը բայց մենք այդ կողքից այդ լուծումը տեսնում ենք էլի ու հիմա արդեն նոր պրոյեկտների մեջ միանգամից այդ ճիշտ լուծումները դրած ոնց որ փորձում ենք գնանք առաջ այդ անգամներ անելու մասով դե 200,000 դրամը փաստացի եղել է մեր ամբողջ բիզնեսի միակ ներդրումը դրանից է առաջացել այսօրվա այս սախ coffee house-ների բոլոր մասնաճյուղերը եւ հարցս նորից բան անեմ, ես պահամոնտաժ կանենք, բանը ոնց է բիզնեսմենը 1-2 սարքում, ինչ քիմիա է ընդ տեղի ունենում։ Մեկը ասացիր, դա vision-ն է։ Հա, բիզնեսմենը տեսնում է այդ ճանապարհը, երկրորդը բիզնեսմենը հասկանում է ում ինչ հարցով դիմել, ում ինչ պատվիրակել ու ոնց ստանալ այդ արդյունքը պատվիրակածի։ Շատ մարդիկ կան, ովքեր սիրում են, որ իրենց ասեն, իրանք անեն ու իրանք չեն ուզում նախաձեռնող լինեն, հետո բիզնեսմենը վերցնում է այդ ռիսկը։ Այս ռիսկն էլ է շատ կարևոր բան։ Այդ մի բանը երկու սարքելու մեջ միանշանակ միշտ ռիսկ կա, երբեք չի լինում, երբ որ մեկը պիտի 10 սարքես ռիսկը ավելի շատ է, մեկը 1 ու մի քիչ պիտի սարքես ռիսկը ավելի քիչ։ Մեր ճանապարհն էլ թվում է թե շատ հարթ ու գունավոր է եղել, բայց չէ, շատ քարքարոտ եղել ու շատ դեպքերում այդ ռիսկը բավականին մեծ է եղել։ Նույնիսկ բաներ են կարել, որ ես հիմա sense հետ գնալով նայում եմ, երբեք ես էլ չէի անի, չէի գնա այդ ռիսկին, բայց մենք գնացել ենք գիտակցելով, չգիտակցելով շատ դեպքերում տենց գնացել ենք ռիսկի ու բիզնեսը արդյունքում հենց այդ ռիսկն է ճիշտ պրոստը ճիշտ պրինցիպներ է պետք ունենալ էլի որ նույնիսկ եթե ռիսկի գնում ես այդ սա կառուցած ճիշտ արժեքների վրա իսկ այդ արժեքներն էլ եկել են մեր անձնական մարդկային մեր արժեքներից որ վերադարձել են բիզնես պրինցիպներ վերջում էլ օգնել են մեզ այդ ռիսկը կրել ու տանել առաջ
Իդեպ այս քո ասած այդ համաձայն լինելով ես ուզում եմ մի քիչ իրան ավելացնել, խազելի մի կտոր իրան գումարենք։ Իմ կարծիքով ցանկացած ակտիվ, որը մեր ձեռն է գալի, ինքը ունի օգտագործման մի քանի եղանակ։ Մի ձևով ամենապարզ ձևը դա այդ ակտիվը ծախսելն է։ Օրինակ կարելի է վերցնել մի միավոր ժամանակ ու այդ ժամանակը ծախսել, հա, կամ մի միավոր էներգիա եւ այդ էներգիան ծախսել։ Եթե դու ծախսում ես ակտիվը, ինքը բազմանալու բան չունի, շանս չունի։ Երկրորդ ձևը, որ ավելի վատ է, քան ծախսելը, դա վատնելն է։ Եվ հայտնի ֆիլմ կա Բրոնքսյան պատմությունները, որտեղ կա ասենց շատ ոսկի տառերով գրվող թեզ, ամենամեծ մեղքը կյանքում դա զուր վատնած տաղանդն է։ Ստեղ ես կարծում եմ, որ տաղանդը լինելով ամենաունիկալ ակտիվներից մեկը, դու կարաս իզուր վատնես եւ էլի դա ակտիվը օգտագործելու ինչ որ ձև է, այսինքն վատնել, ծախսել եւ կա ակտիվի օգտագործման երրորդ ձևը, դա ներդնելն է։ Երբ որ դու վերցնում ես որևէ ձևի ակտիվ, դու կարաս իրան ներդնես։ Այստեղ գալիս է իմ կարծիքով քո ասած նաեւ ռիսկը։ Ներդնելու ժամանակ դու էլի կարաս իրան կորցնես, բայց դա ուրիշ կորցնել։ Դու կարաս կորցնես եւ կարաս շահես, բայց ծախսելու դեպքում դու իրան իհարկե կորցնելու ես միանշանակ։ Վատնելու դեպքում չի էլ քննարկվում, ելքը պարզ է։ Բայց երբ որ դու ակտիվը օգտագործում ես ներդնելով, ստեղ դու կարաս 1-ին 1 շահես, կարաս 1-ին 5 շահես, կարաս 1-ին 10 շահես։ Կամ դու կարաս այդ ներդրածդ կորցնես, բայց շահես փորձ, որը հաջորդ ներդրման ժամանակ կօգտագործես։ Ու ակտիվի ունիկալությունը կանոնավորում կապիտալ, ինչի եմ ես կապիտալ բառը շատ sense խորքային պատկերացնում, որ կապիտալը ինքը նախ մի տեսակ չի, տարբեր տեսակներ են, տաղանդը կապիտալ է, ուշադրությունը կապիտալ է, ժամանակը կապիտալ է, կապերը կապիտալ են, էմոցիաները կապիտալ են, եւ կապիտալը կարա մի տեսակից մյուսը փոխակերպվի, այսինքն ինքը ժամանակ է, կարա դառնա, օրինակ, չգիտեմ, ծախսես այդ ժամանակը աթոռ սարքես, աթոռ դառնա, աթոռը կարա դառնա փող, փողը կարա դառնա ստուդիան կարա դառնա պոդքասթ, պոդքասթը կարա, այսինքն կապիտալի մյուս հետաքրքիր հատկությունը դա իր կերպարանափոխության ամպլիտուդան է։ Իհարկե փողը ամենակերպարանափոխվող կապիտալն է, ոչ բոլոր փողերը, ոչ բոլոր արժույթները կամ փոխարկելի արժույթներ, որոնք, հա, բայց օրինակ եթե դու Մոնղոլիայի փող ունես, չգիտեմ, չէ, կփոխա, ինքը կարող ոչ մի բան չփոխակերպվի։ Այս օրինակով սուրճի մասով մի հատ օրինակ բերեմ, սուրճի հատիկը, երբ որ ֆերմայում հավաքում են, վաճառվում է մոտ $2-ով, $3, այսինքն կարող է նույնիսկ $1-2 վաճառվում 1 կիլոգրամ սուրճը։ Ինքը դրանից հետո էքսպորտ արվում, դրանից հետո բովում են, բովելուց հետո լցնում են պաճկայի մեջ բրենդավորում են, բրենդավորելուց հետո գալիս է սրճարանն առնում, սրճարանը լցնում է աղացի մեջ սուրճը պատրաստում ու վերջնական այս մի բաժակ ընդամենը սուրճը, որ այդ պաճկայից 100 հատ դուրս է գալիս, ունենում է մոտելի $2 կին։ Այսինքն սուրճի ճանապարհի ընթացքում 100-ը պատկվում է իր արժեքը։ Ընտիր շնորհակալ եմ քեզ որ դա ասացիր, լրացրեց այս puzzle-ը, 4-ը 5-րդ թևն է, եթե դու կարողանում ես հավելյալ արժեք ստեղծես, դա հաջորդ հատկությունն է ակտիվ ավելացնելու։ Այո, դու սուրճը քաղեցիր, իդեպ այդ արժեքի ձևավորման փուլերը տնտեսագիտության մեջ բավական հայտնի տեսություն է, որ ինչքան օրինակ եթե դու պղինձ ես արտահանում եւ այդ պղնձից ստացած վերջնական արտադրանքն ես Հայաստանում արտադրում, չգիտեմ, օրինակ ժամացույցի դետալ, այսինքն ժամացույցը Հայաստանում ես արտադրում, լրիվ ուրիշ արդյունք է, լրիվ ուրիշ արժեք է։ Հետևաբար գործարարի ակտիվը բազմացնելու մյուս հատկությունը դա հավելյալ արժեք ստեղծելու կարողությունն է։ Եկանք հասանք այդ կետին, այո, եկանք հասանք այդ կետին, եւ ես կարծում եմ էլի բոլոր գործարարները ունեն այդ հատկությունը եւ ոչ գործարարներն էլ իդեպ ներդնելու համար ակտիվները ճիշտ օգտագործելու համար պարտադիր չի գործարար լինես, ցանկացած մարդ կարա ներդրող լինի, ներդնելով ճիշտ օգտագործելով իր բազային ակտիվները։ Իդեպ ես այս ոդկասթները վարում եմ հենց այն ձևով, իմ հյուրերի հետ հենց փորձում եմ ստեղծեմ այն հավելյալ արժեքը, որը մեր ունկնդիրներին կտա արժեք ու այն ժամանակն ու էներգիան, որ իրանք ծախսում են այս ոդկասթը նայելու վրա, դա կլինի ներդրում ոչ թե ծախս։ Հա, շատ լրիվ համաձայն եմ քեզ ու շատ կարևոր է այդ փաստը։ Ես ինքս հակառակ կողմից նայելով, երբ այլ օտարերկրյա ոդկասթներ եմ նայում, բացառապես նայում եմ այն, որից հետո ես ինչ-որ բան վերցրած գնալու եմ։ Եթե պիտի նայեմ ժամանցի համար, հենա սերիալ կնայեմ, իհարկե չեմ նայում սերիալներ, բայց համեմատության մեջ ինչ թուրքական սերիալ նայելու փոխարեն կարելի է նայել մի հատ ոդկասթ, վերցնել գոնե 1-2 թույն գաղափար, վերափոխել կամ քո մեջ պահել ու հետո էլի վերածել արժեքի։ Ընտիր, եւ մի հարց էլ ուզում եմ տան վերադառնալով այս աթոռին, մեր սիրելի ունկնդիրների աթոռին, մի քիչ կուզեմ պատմես քո լայֆսթայլի մասին։
Հա, աշխատանքից դուրս ոնց է թենիսի մասին իմացա արդեն, եւ մեր ունկնդիրներն իմացան, էլ ոնց է իր կյանքը, ինչ ոճով է, lifestyle բառը նոր բառ է համատաբար, բայց ապրելու ոճը ինչով է լցված քո առօրյան։ Առավոտներս տենց մի քիչ ուշ է սկսում, պատկերացրած մոդելը, որ բիզնեսմենը պիտի ժամը 6:30 արթնացած տենց անում լինի, գրասենյակում լինի, այդ մոդելը երբեք չեմ ունեցել։ Ես քեզ 11-ից շուտ եթե գործում եմ, քեզ չեմ զանգում, գիտեմ։ Նույնիսկ եթե զանգում ես, տեսնես որ բաստողնված է, որտեղ քնած եմ լինում։ Մի քիչ ուշ եմ քնում, մի քիչ ուշ եմ արթնանում, վերջին այս երջանիկ լինելու ֆակտորը եմ ասում, վերջին մի 5-6 տարիները առանց բանի եմ, զարթուցիչի եմ արթնանում, այսինքն արթնանում եմ, երբ օրգանիզմս ուզեց արթնանալ։ Բայց հեռախոսդ միացրած է այդ ժամանակ։ Հա, միացրած է, բայց տենց գլոբալ, սաղը գիտեմ, որ այդ ժամանակ ինձ տենց առանձնապես չեն զանգում։ Այդ թողումա, որ տենց ճիշտ ձևով օրը սկսի, 3 օր շաբաթը ջիմ եմ գնում, տենց ուժային պարապմունքի, այդ էլ անում եմ իրականում այդ էներգիա ստացած վերադառնում եմ ջիմից հետո 2 օր թենիսն եմ աշխատում եմ պահել, որովհետև նամանոն տարիքի հետ գնալով տարիքը մեծանով հասկանում որ սպորտը շատ կարևոր է, այդ էներգիան, երբ որ դու հոգնում ես, անես լինում, այտենց վերականգնվում ես։ Կստացի թենիսից հետո հետաքրքիր բան ասեմ, սկսել է նոր մտքեր գալ իմ մոտ, որոնցից զարմանում եմ։ Ոնց որ իմ մտքերը չեն, ոնց որ ուրիշինը լինեն, երևի ուղղակի այլ նեյրոնային կապեր են ձևավորվում, այդ շարիկին այդքան նայելուց իր հեռավորությունը։ Մենակ իհարկե շարիկը չէ, շարժվելը, հա։ Հետո կներես, երբ որ դու պարտներությունից էիր խոսում Նարեկի, ես քեզ ու Նարեկին իրար թենիս խաղալուց էի պատկերացնում։ Հա, Նարեկը չի սկսել դեռ, հեսա բայց որ խաղա դու թենիսում էլ է պարտներությունը կդրսևորվի, էլի։ Շատ հետաքրքիր խաղ է։ Հա, այսօր կակազ առաջի անգամ փորձել է, գնացել ենք միասին։ Ու տենց այլ ինչ ա մտնում իմ լայֆսթայլի մեջ, ցավով եմ ասում, բայց կալյան եմ սիրում, ծխում եմ ու ամբողջ կյանքը սիգարետ չեմ փորձել նույնիսկ։ Դու գիտես չէ, պակաս վտանգավոր չի կարենա։ Հա, գիտեմ, ու տենց ինչ որ դարձել է օրվա մաս, որից պետք է հրաժարվել վատ սովորություն, այլ վատ սովորություններ գրեթե չունեմ։ Ինչա, ոնց անցնում է իմ օրը։ Օրս անցնում է տենց աշխատանքային։ 2-3 ամիսը մեկ ճամփորդում ես։ Հա, ճամփորդել եմ մի քիչ մի տարի կար, ոնց որ նախանցել տարի էր Եվրոպայում 160 քանի օր եղել էի, ճամփորդել էր ոնց որ տարվա մեջ մի 7-8 անգամը պարտադիր է ոնց որ դարձե ու դա ոնց որ չեմ նայում որպես արձակուրդ, այլ ինչ որ կիսա աշխատանքային, կիսա ապրելու ինչ որ մի հատ մաս է դարձել։ Երևի տենց այդքան է, այլ տենց շատ հետաքրքիր բաներ, քաղաքենտրոնում եմ հիմնականում օրս անցնում, որ էլի շատ վատ է, աղմուկի մեջ, անընդհատ։ Ու տենց։ Ես իհարկե չեմ կարող բոլոր հարցերը տամ այս աթոռից, այդ հարցերը ես թողնում եմ ձեզ, մեր սիրելի հանդիսատես, գրեք մեկնաբանությունները։ Ես էլ խոստանում եմ մտնեմ կոմենտներով պատասխանեմ, պարտադիր։ Պատասխանես, ես էլ ինձ ուղղված հարցերին կպատասխանեմ, դու gift card որպես նվեր մի ամսվա աբոնեմենտ լավագույն հարց։ Եվ ես այսպեսի առաջարկ ունեմ, քանի որ մեր ոդկասթը նաև շատ հետաքրքիր փիլիսոփայական զրույց ստացվեց երկու գործարարների։ Տես դու հարցնում ես, ես ձեր մեջ այն ժամանակ ինչ եմ տեսել։ Մենք եւ 10 տարի է մեր տարիքային տարբերությունը, բայց մենք շփվում ենք լրիվ հավասար, այդ խորությունը, այդ բայց ես մեկը որպես ավակ ընկեր եմ քեզ ընդունում ու արտահայտելուց էլի ասում եմ մեր ավակ ընկերն է։ Դե մի քիչ ավելի հարգանքի բանով այդ ավակը ոչ թե տարիքայինի, այլ որ տես Այո, համաձայն եմ, իհարկե հարգանք փոխադարձա, բայց մենք լրիվ գաղափարական նույն հավասար ալիքի վրա ենք եւ սիրելի հանդիսատես ամփոփեք մեր ոդկասթը, լավագույն մտքերը դուրս բերեք։ Մենք լիքը լավ մտքեր ասեցինք, լիքը լավ թեզեր ասեցինք, լիքը աշխատող թեզեր ասեցինք։ Այն մարդը, ով 20 կետով կամփոփի այս ոդկասթը, ես կհրավիրեմ մեր գրասենյակ, Կլուբ Կապիտալի գրասենյակ, հյուրասիրելու կոֆե հաուսի սուրճը իմ ձեռքով պատրաստած։ Թույն, այդ օրը ինձ է կարա հրավիրեք, ես էլ կմիանամ։ Ընտիր։ Հա, ընտիր։ Task տվեցինք էլի մենք։ Այո։ Հանդիսատեսին։ Այո, հանդիսատեսին task։ Եթե լավ եղավ, կարելի է դաժե աշխատանք էլ ինչ որ մտածել, եթե դա լավ է ստացվում։ Ձեր համար լիքը ազատ հաստիկներ ունենք այս բային մեր մոտ։ Դա էլ ասա, ինչ հաստիկներ ունենք։ Եվ HR բաժնում ունենք, եւ տնօրեն ենք փնտրում, եւ ուզում եմ հիշեմ, այլ ինչեր ունենք, մարքեթինգի հետ ենք փնտրում։ Իհարկե միջև ոդկասթը գնա հնարավոր է որոշ հաստիկներ համալրված լինեն, բայց ամեն դեպքում միշտ ունենում ենք բաց հաստիկներ, այնց որ ուրախ կլինենք մեր թիմը համալրել լավ մարդկանցով։ Ընտիր, դե սա էլ հաշվի առեք, եթե ուզում եք աշխատեք Հայաստանի լավագույն կայֆ, ամենադրայվոտ։ Ես առիթ եմ ունեցել 1 կամ 2 անգամ մասնակցել կոֆե հաուսի կորպորատիվներին։
Թուշի ինձ հատուկ հրավիրել, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Drive-ը, էներգիան, ցեք անհոգ է։ Ձեր իհարկե բոլոր երեխեքը այն տարիքում են, այն անցումային, ասեմ, տարիք, որտեղ խնդիրները շատ են, բայց ձեր աշխատանքի մեջ իրանք մի տեսակ անհոգ են դառնում։ Ես տենց եմ հասկանում, էլի։ Փորձում ենք ամեն ինչ անենք։ Այդ ձեր իհարկե ձեր մեծ ջանքերի արդյունքն է, որ ես կարծում եմ բոլոր ձեր աշխատակիցները հավեսով գալիս են, կտրվում են իրանց առօրյա հոգսերից։ Ես հիշում եմ մենք այդ տարիքում գիտես ինչ հարցերի մեջ էինք։ Որ sense որ մեզ զարմանում է ոնց էին կարող այդ ծանրաբեռնության մեջ ապրեինք ու չգիտեմ, էլի։ Ապրեք եւ վերջի հարցը, Ծուշան, քանի որ մեր համատեղ անցած ճանապարհը նաև Club Capital-ին է վերաբերվում, ինչ է ակումբը քո համար եւ ամենալավ երազանքի մեջ ոնց դու ասեցիր, դու նաև վիզուալիզացնում ես, ոնց ես տեսնում Club Capital-ը 5-10 տարի հետո։ Ակումբը, որ Club Capital-ը ասում ես, հենց առաջին հենց տպանս հիշողությունը, որ գալիս է իմ առաջ, այն մարդիկ են, ում հետ ծանոթացել ենք ակումբի շրջանակներում, այս պահին կարող է 50-ից ավել գործընկերներ, ովքեր նույնիսկ ընկերներ են դարձել, մարդիկ ում հետ եւ աշխատանքային հարաբերություններում եւ գործնականում եւ ընկերականում տենց ամեն ինչ շատ լավ է, երբ որ ցանկացած հարցով եմ որ գիտես կարաս զանգես, ինչ որ բան խնդրես, ինչ որ բան հարցնես ու գիտես որ իրանք բաց են, պատրաստ են քեզ օգնել, աջակցել։ Դե Club Capital-ը իրականում մեր համար կանոր այն ամենասկզբից ենք եղել է ոնց որ նես մի բան որ այսպես ես չեմ հիշում փուլ, երբ որ մենք Club Capital-ի անդամ չենք եղել։ Այնքան տարիներ արդեն անց է իմ հիշողությունը ջնջվել է, լավ հիշողությունը չունեմ։ Ես միշտ հիշում եմ որ Club Capital-ը եղել է, այդ մարդիկ եղել են, այդ ռեսուրս ու այդ հնարավորությունը միշտ ունեցել ենք։ Կներես մի հատ ընկեր ունեմ, աճիստ ինքն ընկերոջից փոքր եղբայրն է, բայց նաև մեզ ընկեր, 22 տարեկան է, իրանք Ռուսաստանում են ապրում։ Ինքը ասում է, ես որ ծնվել եմ, Ռուսաստանի նախագահան նույնն է եղել, ինչեւ այսօր, հա։ Ու ես չեմ պատկերացնում, որ կարող ուրիշ ձև։ Հա, ուրիշ ձև լինի։ Հա, իմ մոտ էլ է, տենց վերջին տարիները տենց եմ հիշում։ Հա, ու անընդհատ նոր մարդիկ, նոր համագործակցություններ, ինքը ոնց որ անվերջ ցիկլ է, որ միշտ սփորթա կողքից, էլի։ Ոնց եմ պատկերացնում ակումբի ապագան 5-10 տարի հետո, վստահ եմ, որ շատ մեծ պոտենցիալ ունի Club Capital-ը ու մեր հայաստանյան բիզնես մշակույթը անընդհատ առնչվելով ու տեսնելով փլիկը փոխվելու տեղ ունի ու այդ փոխողները պիտի լինեն հենց sense ակումբները, ովքեր այդ մարդկանց ներգրավում են, լավը ու վատը բաժանում են, փորձում են ցույց տալ լավ օրինակ ծառայել, ինչքան լավ է, որ այդքան բիզնեսմեններ իրար հետ շփվելու པարզ հնարավորություն են ստանում ու ինչքան գաղափարներ կարելի է պրոստը մեկի հետ երկու բառ շփվելով ստանալ, քննարկել եւ այլն։ Այսինքն Club Capital-ը պիտի իր առաջ խնդիր դնի, միշտ է դրել է բիզնեսը զարգացնել հայաստանյան, փոխել այդ մշակույթը ու всё же մեր երկիրը, մեր ազգը դարերով բիզնես չի արել, էլի մենք այս վերջի տարիներն է ու մենակ է խաղացել։ Հա, մենակ է խաղացել, ըստ վերջի տարիներն է, որ դա սկսում է ձևավորվել, այդ փուլում շատ կարևոր է, որ ուղղորդող ինչ որ մի հատ մարմիններ լինեն, ովքեր կբերեն ճիշտ տեղում։ Մենք մեր խնդիրների մեջ ընկնելով ենք այդ ամենը բացահայտել, իսկ այս դեպքում մարդիկ հնարավորություն ունեն շփվելու, տեսնելու, կրթվելու, զարգանալու ու այլ այդ խնդիրները չունենալու։ Բացի դա ես ասեմ, որ այդ միջավայրի ֆենոմենը ինքը շատ ուժեղ է ազդում։ Ես երկու ֆենոմեն եմ նկատել։ Առաջինը դա այն է, որ միջավայրը մարդուն փոխում է առանց մարդու ջանքի, այսինքն եթե դու միջավայրի մեջ ես, այդ հոսքը քեզ տանում է։ Այդ նման է նրան, որ դու օրինակ գնում ես սպորտզալ պարապելու եւ մենակ ես տունը պարապում, հա, երբ որ միջավայրի մեջ ես, միանշանակ ավելի հեշտ է, ավելի կամ ասենք անգլերեն ես սովորում ես, ասենք այդ լեզվի երկրում, հա, կամ Հայաստանում ես անգլերեն, Հայաստանում դի ջանք գնաս պարապմունքի եւ այլն, իսկ այդ երկրում ավտոմատ օրգանիկ դու սովորում ես անգլերեն։ Նույնը բիզնես ակումբի միջավայրն է, բիզնեսմենին ինքը ավտոմատ զարգացնում է, թրծում է, փոխում է եւ այլն, եւ երկրորդը միջավայրի մասնիկները իրար ուժեղացնում են։ Այսինքն քո ասած այդ լավը առանձնանում է, վատն էլ ես չեմ իդեալականացնի Club Capital-ը այն իմաստով, որ ցանկացած ժիվոյ կառույց ինքը ունենում է խնդիրներ, ոնց որ դու ես ասում, եւ մենք էլ խնդիրներ լուծելով, եղել են խնդիրներ, որոնք միասին ենք քննարկել, միասին ենք լուծել, եւ ինքը անընդհատ process է, այդ քո ասած խնդիրները լուծելով, լավն ու վատը առանձնացնելով, լավը խտացնելով, շատացնելով, վատը կառավարելով գոնե ես կարծում եմ այն կառույցը, որը կունենա մենակ դրական կողմեր, ինքը գոյություն չի ունենա, համաձայն եմ քո հետ ես էլ։ Նույն մարդն է, եթե մարդը իդեալական է, այդ մարդը չկա։ Մի բան էլ ես ավելացնեմ, քեզնից լսած հենց գաղափար, որ Club Capital-ը մեր ապագա սերունդի համար փոխում է
բիզնեսմենի հերոս լինելու գաղափարը, եթե մեր ժամանակ մեր համար հերոսներ են կրիմինալ բոլոր մարդիկ, ովքեր ավելի մեծ ջիպեր ունեն, ովքեր ավելի տենց ինչ որ տենց կռվարար են եւ այլն, ապա այս նոր սերնդի համար պիտի հերոս լինի բիզնեսմենը, ու այդ բիզնեսմենին ցույց տալու լավագույն տարբերակներից մեկն է այդ կերպարը ստեղծելու ու իրենց դրանով մոտիվացնելու, որ ապագայում Սերժը հիմա բոլոր լուրջ պետությունները որ նայում ենք կառուցվում են լուրջ բիզնեսների վրա, Ամերիկան ինչա բիզնեսների երկիր է, որտեղ այդ բիզնեսները կառուցում են այդ երկիրը, վստահ եմ մի օր էլ Հայաստանում դա կարող զարգանա ու առաջ գնա, ոչ թե ընդհակառակը բիզնեսը համարվի։ Պատկերացա մենք այդ տարիքում ունենայինք այսօրվա բիզնեսմենների նման հերոսներ։ Լրիվ ուրիշ կլիներ այսօրվա մեր տնտեսությունը հաստատ։ Գոնե մի 10 տարի հետո գնանք այդ ճանապարհով։ Ընտիր, ճուշի հետ կարելի է շատ երկար խոսալ։ Մենք այսօր թենիս խաղացինք, կարելի ասել, sense դիալոգի ձևով, այո։ Եթե դու ունես հարց, որը կցանկանաս ինձ տալ, մեկ հարցի տեղ ունենք։ Հա, չէ, ես իմ հարցը տվել եմ, մեր հանդիսատեսը չունի հարցը։ Արի թող իրենք փորձեն քեզ էլ հարց տալ։ Այո։ Դու էլ կպատասխանես կոմենտներում։ Այո։ Անչափ շնորհակալ եմ այս շփման համար։ Մի ժամ որ ասում եմ, այդ մի ժամը շատ է չենք բանանի, բայց մի 10 րոպեվա պես անցավ, հա։ Ժամուկես։ Հա, ժամուկես։ Ժամուկես անցավ, հա։ Մեզ թվաց 10 րոպե անցավ։ Հա, ժամուկես։ Մենք խոստանում ենք չենք կտրելու ոչ մի բան։ Հա։ Ընդ ինչ որ բան կար, չէ, ոչ մի բան գրեթե չկար, հա, գրեթե չկար։ Մենք ամբողջ եթեր կտանք ու ձեզ կխնդրենք առաջարկենք, չենք խնդրի առաջարկենք, որովհետև սա աշխատանքի առաջարկ է վերլուծել եւ ամփոփել այս ոդկասթը։ Շա, շնորհակալություն։ Ընտիր եւ ունես հարց որ կուզենաս Նարեկին ես տամ բացի պարտներությունից։ Չէ, այս նույն հարցերը այդ մասով հարցը պրոստը հետաքրքիր է նաեւ իր տեսլականը։ Ընտիր։ Այդ հարցի շուրջ։ Շա, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հանդիսատես, դե լավ եղեք, կհանդիպենք հաջորդ ոդկասթների ընթացքում եւ իհարկե մեկնաբանություններ, մեր գրասենյակում սուրճ եւ նվեր։ Լիքը լավ բան ենք խոստացել այսօր։ Հա, լիքը պետք է անենք։ Всё, ընտիր։ պայմանացինք։